Մի աղջիկ, Անահիտը, հորդառատ անձրի տակ ուտելիք է տանում Երանի կենտրոն թաղամասում աշխատող իր մոր, Ծիրանուշի համար։ Տեղ հասնելով նա կոպիտ վերաբերմունքի է արժանանում, նրա հոգատար քայլը ոչնչանում է։ Սակայն ինչ-որ մեկը տեսնում է ամեն ինչ մի քայլ է ձեռնարկում, որը փոխում է նրանց երկուսի ճակատագիրը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում, շարունակենք։ Այդ հինգշաբթի օրվա երկրորդ կեսին մանր անձր էր մաղում Երանի փողոցների վրա, ստեղծելով մի կիսաթափանցիկ վարագույր, որը քաղաքը վերածում էր գրեթե անիրական մի բանի։ Մարդիկ վազվզում էին մայթերով, պաշտպանվելով գունավոր հովանոցներով կամ պարզապես համակերպվելով թրջվելու մտքի հետ իրենց նպատակակետերին հասնելու շտապողականության մեջ։ Այդ ողջ շտապողական շարժման մեջ մի փոքրիկ կերպար քայլում էր կարճ, բայց վճռական քայլերով, ձեռքերում հավասարակշռելով մի թանկարժեք բան։ Անահիտն ընդամենը 6 տարեկան էր, բայց նրա աչքերում մի լրջություն կար, որը չպետք է պատկաներ երեխային։ Նրա պարզ զգեստը, որն արդեն գունաթափվել էր բազմաթիվ լվացքներից, թեթակի կպել էր մարմնին համար մաղող անձրի պատճառով։ Մաշված կոշիկները յուրաքանչյուր քայլին աղմկում էին թաց մայթին, իսկ նրա մուգ մազերը, որոնք հավաքված էին անփույթ պոչիկով, օրորվում էին, երբ նա արագացնում էր քայլքը։ Փոքրիկ ձեռքերում նա պահում էր դեռ տաք հալ։ Յումինե սննդի տուփ, փաթաթված խոհանոցային սրբիչով, որն արդեն ավելի լավ օրեր էր տեսել։ Գոլորշին դուրս էր գալիս տուփի եզրերից, տաքացնելով աղջկա մատները, որոնք դողում էին ոչ այնքան անձրոտ օրվա ցրտից, որքան հոգնածությունից, որն արդեն պատել էր նրա փոքրիկ մկանները։ Նա 6 թաղամաս էր քայլել իրենց տնից, Մալաթիա Սեբաստիա թաղամասի հին շենքի վարձով տրվող մի սենյակից, մինչ այստեղ կենտրոն թաղամաս, որտեղ գտնվում էր Անի Պլազա հյուրանոցը, 15 հարկանի մի վեհաշուկ շենք, որն ընդունում էր հյուրեր ամբողջ Հայաստանից, նույնիսկ այլ երկրներից։ Անահիտը լավ գիտեր այդ ճանապարհը։ Սա առաջին անգամը չէր, որ նա միայնակ էր անցնում այդ ճանապարհը, թե մայրը Նունեն միշտ խնդրում էր, որ չգնա, անհանգստանալով այն վտանգներից, որոնց երեխան կարող էր բախվել փողոցներում։ Բայց աղջիկը համառ էր, երբ խոսքը վերաբերում էր մոր մասին հոգ տանելուն։ Նա գիտեր, անգամ այդքան փոքր հասակում, որ Նունեն աշխատում էր առավոտյան ժամը 5-ից մինչ երեկոյան 6-ից շատ ավելի ուշ, մաքրելով սենյակներ, լվանալով լոգարաններ, անդադար փոխելով սավան ներն ու սրբիչները։ Գիտեր նա, որ մայրը հազվադեպ էր ժամանակ գտնում ուտելու համար կանգ առնելու, խնայելով յուրաքանչյուր դրամ, որպեսզի երկուսի համար տանը ուտելիք լիներ։ Այդ օրը, երբ Հարան բնակարանի բնակիչ տիկին Շուշանը առատ ճաշ էր պատրաստել մի ափսե առաջարկել Անահիտին, աղջիկն ընդունել էր միայն կեսը։ Մյուս կեսով նա թույլտվություն էր խնդրել սննդի տուփ պատրաստելու համար։ Տիկին Շուշանը, փափկասիրտ մի կին, որը նույնպես գիտեր Նունեի դժվարությունների մասին, օգնել էր ամեն ինչ կոկիկ փաթեթավորել, բրինձ, լոբի, մի կտոր եփած միս, նույնիսկ մի շերտ լոլիկ։ Դա պարզ ճաշատեսակ էր, բայց պատրաստված սիրով։ Այժմ, մոտենալով հյուրանոցի կողային մուտքին, որից օգտվում էին աշխատակիցները, Անահիտը զգում էր անհանգստության վճռականության խառնուրդ։ Ուզում էր տեսնել մոր դեմքը, որը կլուսավորվեր, հասկանալով, որ ստիպված չի լինի ամբողջ օրը սոված անցկացնել։ Ուզում էր ինչ-որ կերպ ապացուցել, որ թե փոքր է, բայց կարող է հոգ տանել նրա մասին, ում ամենաշատն էր սիրում աշխարհում։ Անի Պլազա հյուրանոցը էլեգանտ շենք էր, ապակե ճակատ, ով մարմարե դետալներով, որոնք արտացոլում էին անձրոտ օրվա մոխրագույն լույսը։ Գլխավոր մուտքը զարդարված էր կարմիր գորգով փայլեցված պտտվող դռներով, որոնք միշտ հսկում էր համազգեստով մի դռնապան, որը չափազանցված խոնարհումներով ողջունում էր հյուրերին։ Բայց Անահիտը այդտեղով չէր գնում։ Նա գիտեր հետի մուտքը, որը նախատեսված էր առաքումների աշխատակիցների համար, մոխրագույն ներկված մի համեստ դուռ, որը տանում էր դեպի ծառայողական միջանցքներ։ Հրելով դուռը, նա անմիջապես զգաց հակադրությունը։ Դրսում անձրն ու մոխրագույնն էին։ Ներսում լյումինեսցենտային լամպերը լուսավորում էին սառը հատակով սպիտակ պատերով նեղ միջանցքը։ Մաքրող միջոցների հոտը, խառնված նկուղի խոհանոցներից եկող ուտելիքի բույրի հետ, յուրահատուկ մթնոլորտ էր ստեղծում։ Անահիտը գնաց այն միջանցքով, որն անգիր գիտեր, անցնելով լվացքատան կողքով, որտեղ հսկա մեքենաներն անդադար պտտվում էին, նյութերի պահեստի կողքով վերջապես հասնելով ծառայողական վերելակին։ Հենց այնտեղ, վերելակի դիմացի փոքրիկ նախասրահում, ամեն ինչ սկսեց սխալ ընթանալ։ Քրիստինե Ալավե Ռթյանը, շենքի կառավարիչը, հենց այդ պահին իջնում էր ծառայողական աստիճաններով, երբ նկատեց աղջկան։
Քրիստինեն 50 անց մի կին էր, միշտ անթերի հագնված նեղ կոստյումներով բարձրակրունկներով, որոնք հատակին թխկթխկում էին, ազդարարելով նրա ներկայությունը։ Նրա կարճ խնամքով կտրված, արհեստական շիկահեր ներկված մազերը շրջանակում էին կոշտ դիմագծերով դեմքը, որտեղ վառ կարմիր շրթներկը կարծես գույնի միակ շոշափումն էր անընդհատ կնճռոտված արտահայտության մեջ։ Նա ղեկավարում էր այդ հյուրանոցը, կարծես դա մարտադաշտ լիներ, իսկ աշխատակիցները զինվորներ, որոնք պետք է բացարձակ հնազանդություն ցուցաբերեին։ Երբ նա տեսավ Անահիտին այնտեղ կանգնած, այդ սննդի տուփը ձեռքերին անձրից թրջված հագուստով, Քրիստինեն անմիջապես զայրույթ զգաց կրծքում։ Նրա համար այդ տեսարանն անպատշաճ էր, տեղին չէր, մի բիծ այն նրբագեղության պատկերի վրա, որը հյուրանոցը պետք է պահպաներ։ Անահիտ, այստեղ ի՞նչ ես անում, հարցրեց Քրիստինեն սուր ձայնով, որն արձագանքեց միջանցքում։ Աղջիկը վախեցավ, քիչ մնաց սննդի տուփը սահեր ձեռքերից։ Եկել եմ մայրի։ Կիս համար ուտելիք բերեմ, տիկին Քրիստինե, պատասխանեց Անահիտը ցածր ձայնով, գրեթե շշուկով, աչքերը հառած հատակին։ Մայրդ աշխատում է։ Նա չի կարող այցելուներ ընդունել աշխատանքային ժամերին, առավելս երեխայի, հայտարարեց Քրիստինեն, ձեռքերը կրծքին խաչելով մի ժեստով, որը քննարկման տեղ չէր թողնում։ Բացի այդ, նայիր քեզ։ Ամբողջովին թաց, կեղտոտ։ Դու չես կարող այս վիճակում շրջել հյուրանոցում։ Կփչացնես հատակը, կվարկաբեկես հաստատության հեղինակությունը։ Անահիտը զգաց, թե ինչպես այտերը կարմրեցին։ Նա նայեց իր թրջված կոշիկներին, հասկացավ, որ իսկապես ճանապարհին ջրի փոքրիկ լճակներ էր թողել։ Բայց դա ընդամենը անձրաջուր էր, մտածում էր նա, փորձելով հասկանալ իր ստացած նկատողության մասշտաբը։ Կներեք, ես ուղղակի ուզում էի։ Սկսեց աղջիկը, բայց նրան ընդհատեցին։ Ինձ չի հետաքրքրում, թե դու ինչ էիր ուզում, կտրուկ ասաց Քրիստինեն, մի քայլ առաջ անելով ձեռքը մեկնելով։ Սա տուր ինձ։ Կպահեմ կտամ մորթ, երբ հարմար լինի։ Իսկ դու հիմա գնա այստեղից։ Տուն գնա, մինչ որը մեկին կանչեմ, որ քեզ տանի։ Ոչ։ Խնդրում եմ, աղաչեց Անահիտը, սննդի տուփը սեղմելով կրծքին։ Մայրս պետք է ուտի։ Նա այսօր դեռ ոչինչ չի կերել։ Ես ուղղակի սա կտամ նրան ու արագ կգնամ, խոստանում եմ։ Քրիստինեին դուր չեկավ դիմադրությունը։ Նրա համար դա անհնազանդություն էր, մարտահրավեր իր իշխանությանը։ Առանց երկու անգամ մտածելու նա մոտեցավ աղջկան կտրուկ շարժումով խլեց սննդի տուփը նրա ձեռքերից։ Անահիտը փորձեց պահել, բայց մեծահասակ կնոջ ուժը շատ ավելի մեծ էր։ Այստեղ դու չես հրամայում, աղջիկ։ Այստեղ ես եմ հրամայում, ասաց Քրիստինեն, սննդի տուփը բարձրացնելով Անահիտի գլխավերում, կարծես խաղում էր, փոքր երեխայից ինչ-որ բան հեռու պահելով, բայց դեմքին զվարճության ոչ մի նշույլ չկար։ Ի դեպ, մայրդ էլ կլսի այս մասին։ Աշխատակիցները, որոնք նույնիսկ չեն կարողանում իրենց երեխաներին դաստիարակել, որ հարգեն կանոնները, գուցե չպետք է այստեղ աշխատեն։ Խոսքերը քարերի պես ընկան Անահիտի վրա։ Մորը ուղղված սպառնալիքն ավելի վատ էր, քան ցանկացած անձնական նվաստացում։ Աղջիկը զգաց, թե ինչպես աչքերը լցվեցին արցունքներով, բայց փորձեց զսպել դրանք։ Չէ։ Էր ուզում այդ դաժան կնոջը ավելի մեծ բավականություն պատճառել։ Հենց այդ պահին Քրիստինեն արամարական շարժումով թեթակի հրեց Անահիտին կողքի, ինչի հետանքով աղջիկը սայթաքեց ծնկների վրա ընկավ սառը հատակին։ Սննդի տուփը, որը կառավարիչը անփույթ պահում էր, ծահեց նրա ձեռքից ընկավ, մետաղական դղրդյունով հարվածելով հատակին, որն արձագանքեց միջանցքում։ Կափարիչը բացվեց, պարունակությունը թափվեց հատակին։ Սպիտակ բրինձը խառնվեց լոբուն, միսը մի քանի սանտիմետր սահեց, իսկ լոլիկը ճզմվեց, թողնելով կարմիր հետք, որը կարծես արյուն լիներ։ Անահիտը քարացած մնաց, նայելով այդ տեսարանին, կարծես տեսնում էր, թե ինչպես իր ջանքերը, իր սերը, մորն օգնելու իր հույսը փշրվում են այնտեղ, մի հյուրանոցի սառը հատակին, որտեղ նա ցանկալի չէր։ Արցունքները, որոնք նա փորձում էր զսպել, վերջապես հոսեցին, լուռ, մանկական դեմքով։ Տես թե ինչ խառնաշփոթ առաջացրիր, մեղադրեց Քրիստինեն, ձայնի մեջ առանց զղջման որը նշույլի։ Հիմա ստիպված ես լինելու սա մաքրել։ Եվ մայրդ էլ պատասխանատվություն կկրի այս խառնաշփոթի համար։ Աղջիկը, դեռ ծնկների վրա, սկսեց դողացող ձեռքերով հավաքել ուտելիքը, կարծես կարողանար ինչ-որ բան փրկել այդ աղետից։ Բայց անօգուտ էր։ Ամեն ինչ կորած էր, կեղտոտ, անպիտան։ Հենց այդ պահին միջանցքում, գլխավոր աստիճանների կողմից, հնչեց մի խիստ ու հաստատուն ձայն։
Այստեղ ինչ է կատարվում։ Բոլոր ներկաները, ներառյալ Քրիստինեն, շրջվեցին ձայնի ուղղությամբ։ Հանգիստ, բայց իշխանական քայլերով աստիճաններով իջնում էր Ռուբեն Գրիգորյանը, Անի Պլազա հյուրանոցի քաղաքում սփռված 5 ձեռնարկությունների սեփականատերը։ Ռուբենը 52 տարեկան էր, խնամքով կտրված ճերմակած մազերով, շագանակագույն աչքերով, որոնք խելք էին արտահայտում, մի կեցվածքով, որը բնականաբար հարգանք էր ներշնչում։ Նա հագել էր մուգ կոստյում, բայց առանց փողկապի, մի ոճով, որը համատեղում էր էլեգանտությունն ու պարզությունը։ Ռուբենը հազվադեպ էր հայտնվում հյուրանոցում։ Նա ուներ կառավարիչների թիմ, որոնք զբաղվում էին ամենօրյա գործունեությամբ, նախընտրում էր իր ժամանակը նվիրել բիզնեսի ռազմավարական ասպեկտներին։ Բայց այդ օրը նա անձամբ էր եկել, վերանայելու։ Վերանորոգման մի քանի պայմանագրեր, որոնք պահանջում էին իր ստորագրությունը։ Նա ելքի ճանապարհին էր, երբ լսեց սննդի տուփի ընկնելու ձայնը, իսկ հետո ինչ-որ մեկի սուր ձայնը, որը նախատում էր երեխային։ Քրիստինեն, որը վայրկյաններ առաջ Անահիտի առջ ամենակարող կերպար էր թվում, այժմ նյարդայնորեն ուղղում էր իր բաճկոնը, ստիպում էր իրեն պրոֆեսիոնալ ժպտալ։ «Պարոն Գրիգորյան, ինչ անակնկալ է ձեզ այստեղ տեսնելը», ասաց նա, փորձելով անփույթ հնչել։ «Ուղղակի մի փոքր իրավիճակ էի լուծում։ Այս աղջիկը ներս է մտել առանց թույլտվության անհարմարություն է պատճառել»։ Ռուբենն անմիջապես չպատասխանեց։ Նրա աչքերը սահեցին տեսարանի վրայով։ Աղջիկը հատակին, ձեռքերը կեղտոտված ուտելիքով, աչքերը կարմրած լացից, հագուստը թաց։ Թափված ուտելիքը։ Կառավարիչը, այն պաշտպանողական կեցվածքով, որը նա լավ գիտեր այն մարդկանցից, ովքեր փորձում էին արդարացնել անարդարանալին։ Նա մոտեցավ Անահիտին, բոլորի համար անսպասելի, ծնկի իջավ նրա կողքին։ «Բար», ասաց նա մեղմ ձայնով, որը լիովին տարբերվում էր քիչ առաջ օգտագործած տոնից։ «Ինչ է քո անո»։ «Մ.ն.» Անահիտ, մրմնջաց աղջիկը, վախեցած այսքան ուշադրությունից, բայց ինչ-որ տարբեր բան զգալով այնձի մեջ, թե ինչպես էր այդ մարդը նայում իրեն։ Դա Քրիստինեի դատապարտող հայացքը չէր։ Դա բարի, հետաքրքրված հայացք էր։ «Անահիտ»։ «Գեղեցիկ անուն է», ասաց Ռուբենը։ «Իսկ այստեղ ինչ էիր անում, Անահիտ»։ «Մայրիկիս համար ուտելիք էի բերել», բացատրեց նա, ձայնը դեռ դողալով։ «Նա այստեղ է աշխատում, այսօր դեռ ոչինչ չէր կերել»։ «Բայց ես գցեցի ու ամեն ինչ փչացավ»։ «Դու ոչինչ չես գցել», ուղղեց Ռուբենը, ոտքի կանգնելով վերջապես նայելով Քրիստինեին։ «Ես ամեն ինչ տեսա վերից։ Տեսա, թե ինչպես դու խլեցիր սննդի տուփն այս երեխայի ձեռքից։ Տեսա, թե ինչպես հրեցիր նրան։ Եվ տեսա, թե ինչպես դու գցեցիր ուտելիքը հատակին»։ Հաստատված լռությունը գրեթե շոշափելի էր։ Քրիստինեն գունատվեց, բերանը բացում փակում էր, ինչպես ջրից դուրս մնացած ձուկ, փնտրելով բառեր, որոնք չէին գալիս։ «Պարոն Գրիգորյան, ես ուղղակի պահպանում էի հյուրանոցի չափանիշները», սկսեց նա։ «Մենք կանոններ ունենք աշխատանքային ժամերին հարազատների այցելու։ Թյունների վերաբերյալ, այս երեխան»։ «Այս երեխան անուն ունի», ընդհատեց Ռուբենը, նրա ձայնն այժմ այնպիսի սառնություն էր կրում, որ Քրիստինեն մի քայլ հետ արեց։ «Եվ այս երեխան մի բան էր անում, որը պետք է մեզ կարեկցանք սեր սովորեցներ։ Նա եկել էր ուտելիք բերելու մոր համար, որն այս հյուրանոցում մինչ հյուծվելն աշխատում է։ Իսկ դու, հուզվելու փոխարեն, ընտրեցիր նվաստացնել նրան»։ «Ես ոչ ոքի չեմ նվաստացրել, ես ուղղակի…» փորձեց պաշտպանվել Քրիստինեն։ «Դու հրեցիր 6 տարեկան երեխային», ասաց Ռուբենը, յուրաքանչյուր բառը դատավճռի պես ծանր էր։ «Դու ստիպեցիր այս աղջկան ընկնել հատակին։ Դու ոչնչացրիր սիրո մի ժեստ դեռ հանդգնեցիր նրան մեղադրել այն խառնաշփոթի համար, որն ինքդ էիր առաջացրել»։ Ռուբենը շուրջը նայեց, նկատեց, որ մի քանի մարդ մոտեցել էր, գրավված աղմուկով։ Նրանց մեջ նա ճանաչեց Լոնին, ամաչկոտ ընդունարանի աշխատակցին, որն աշխատում էր ցերեկային հերթափոխում, տիկին Գայանեին, գլխավոր խոհարարուհուն, որը վերադառնում էր սուրճի ընդմիջումից։ «Որե մեկը կարող է ինձ ասել, թե որտեղ է աշխատում»։ «Այս աղջկա մայրը», հարցրեց Ռուբենը։ Պատասխանեց Լոնը, ցածր, բայց հստակ ձայնով։ «Տիկին Նունեն 12-րդ հարկում է, պարոն։ Նա պատասխանատու է արմատյան կողմի սենյակների մաքրության համար»։ Ռուբենը գլխով արեց իր ուշադրությունը դարձրեց Անահիտին, որը դեռ հատակին էր։ Նա ձեռքը մեկնեց նրան։ «Արի ինձ հետ, Անահիտ։ Քեզ կտանենք մորթ մոտ»։
Աղջիկը մի վայրկյան տատանվեց, բայց այդ մարդու ձայնի մեջ ինչ-որ բան կար, որը նրան ստիպում էր վստահել։ Նա բռնեց նրա ձեռքը, թույլ տվեց, որ իրեն բարձրացնեն։ Այնուհետ Ռուբենը նայեց տիկին Գայանեին։ Տիկին Գայանե, խնդրում եմ, կարող եք մի լիարժեք ճաշ պատրաստել տանել 12-րդ հարկ։ Ինչ-որ յուրահատուկ բան, 2 հոգու համար։ Իհարկե, պարոն Գրիգորյան, պատասխանեց խոհարարուհին, աչքերը փայլում էին տնօրենի վերաբերմունքից հավանությունից։ Հեռանալուց առաջ Ռուբենը վերջին անգամ շրջվեց դեպի Քրիստինեն։ Դու ես դեռ այսօր առանձին զրույց կունենանք։ Սպասիր իմ աշխատասենյակում երեկոյան ժամը 6-ին։ Եվ առանց պատասխանի սպասելու, նա Անահիտին առաջնորդեց միջանցքով դեպի ծառայողական վերելակ, հետում թողնելով ապշած տեսանելիորեն ցնցված Քրիստինե Ալավերդյանին։ Վերելակով բարձրանալիս Ռուբենը նայեց իր կողքին կանգնած աղջկան։ Անահիտը ձեռքի թիկունքով սրբում էր արցունքները, դեռ փորձելով հասկանալ այն ամենը, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Մայրդ պետք է շատ յուրահատուկ մարդ լինի, որ քեզ պես դուստր ունի, ասաց նա։ Նա աշխարհի լավագույն մայրիկն է, պատասխանեց Անահիտը, հյուրանոց մտնելուց ի վեր առաջին անգամ նրա դեմքին մի փոքրիկ ժպիտ հայտնվեց։ Ռուբենը զգաց, թե ինչպես ինչ-որ բան սեղմվեց կրծքում։ Այս ամբողջ տեսարանն արթնացրել էր հիշողություններ, որոնք նա նախընտրում էր թաղված պահել, հիշողություններ դժվար մանկությունից, մի մորից, որը նույնպես միայնակ էր պայքարում իրեն մեծացնելու համար, պահերից, երբ իրեն էլ էին վերաբերվել այնպես, կարծես արժանի չէր որոշակի տարածքներ զբաղեցնելու միայն այն պատճառով, որ աղքատ էր։ Նա կայսրություն էր կառուցել, հարստություն կուտակել, բայց երբեք չէր մոռացել, թե որտեղից է եկել։ Եվ տեսնել, թե ինչպես են այդ աղջկան նվաստացնում նույն կերպ։ Ինչպես մի ժամանակ իրեն, մի բան էր, որը նա պարզապես չէր կարող հանդուրժել։ Երբ վերելակի դռները բացվեցին 12-րդ հարկում, Ռուբենն Անահիտին առաջնորդեց միջանցքներով, մինչ գտան Նունեին։ Կինը մաքրության սայլակ էր հրում, կենտրոնացած իր աշխատանքի վրա, հոգնած դեմքը ցույց էր տալիս նրա հետքերը, ով շատ վաղ էր արթնանում, շատ ուշ քնում։ Տեսնելով դստերը այնտեղ, կոստյումով տղամարդու կողքին, Նունեի սիրտը քիչ մնաց կանգներ։ Նրա առաջին միտքը խուճապն էր։ Անահիտի հետ ինչ-որ բան էր պատահել։ Նա ամեն ինչ թողեց, վազեց դեպի աղջիկը, ծնկի իջավ դստեր դեմքը բռնեց ձեռքերի մեջ։ Անի, ինչ է պատահել։ Լավ ես։ Ինչու ես այստեղ, հարցերը հաջորդում էին իրար, առանց պատասխանների ժամանակ տալու։ Լավ եմ, մայրիկ, ասաց Անահիտը, ամուր գրկելով Նունեին։ Քեզ համար ուտելիք էի բերել, բայց տիկին Քրիստինեն։ Ձայնը կտրվեց, արցունքները վերադարձան։ Ռուբենը մի քայլ առաջ արեց, հարգալից ձայնով ներկայացավ։ Տիկին Նունե, իմ անունը Ռուբեն Գրիգորյան է։ Ես այս հյուրանոցի սեփականատերն եմ։ Կցանկանայի մի քանի րոպե խոսել ձեզ հետ, եթե հնարավոր է։ Նունեն արագ ոտքի կանգնեց, ձեռքերը սրբեց գոգնոցին, փորձեց ուղղել հանգույցից դուրս եկած մազերը։ Նա տեսանելիորեն նյարդայնացած էր։ Պարոն Գրիգորյան, ներողություն եմ խնդրում, եթե դուստրս որե անհարմարություն է պատճառել, ասաց նա, ձայնը դողալով։ Ես միշտ խնդրում եմ, որ նա այստեղ չգա, բայց նա համառ է, ես։ Դուք ոչնչի համար ներողություն խնդրելու կարիք չունեք, մեղմորեն ընդհատեց Ռուբենը։ Ձեր դուստրը ոչ մի անհարմարություն չի պատճառել։ Իրականում, նա այսօր ինձ կարևոր դաս տվեց։ Եվ մի քանի բաներ կան, որոնց մասին մենք պետք է խոսենք այստեղ, հյուրանոցում, աշխատանքային պայմանների մասին։ Նունեն թարթեց, շփոթված, չհասկանալով, թե ուր էր տանում այդ զրույցը։ Եվ այսպես, այդ հյուրանոցի միջանցքում մի աղջկա հետ, որը դեռ բռնած էր մոր ձեռքը, մի հզոր տղամարդու, որը վճռել էր արդարություն հաստատել, վերափոխման մի պատմություն նոր էր սկսվում։ Զրույցը, որն առաջարկեց Ռուբենը, տեղի չունեցավ այնտեղ միջանցքում։ Նա խնդրեց, որ Նունեն մի քանի րոպե ընդմիջում վերցնի հրավիրեց։ Նրան աշխատակիցների հանգստի սենյակ, մի փոքր տարածք մի քանի աթոռներով, սեղանով, միկրոալիքային վառարանով, հին սառնարանով, որն անընդհատ բզզում էր։ Անահիտը նույնպես գնաց, դեռ կարճած մոր ձեռքից, կարծես վախենում էր, որ նորից կբաժանեն իրենց։ Նստած մաշված սեղանի շուրջ, Ռուբենը սկսեց պարզ հարցեր տալ։ Որքան ժամանակ էր Նունեն այնտեղ աշխատում։ Ինչպիսին էին նրա հերթափոխները։ Օրական քանի ժամ էր նա նվիրում հյուրանոցին։ Արդյոք ստանում էր պատշաճ վճարվող արտաժամյա աշխատանքի դիմաց։ Արդյոք կանոնավոր հանգստյան օրեր ուներ։
Նունեն պատասխանում էր այն մարդու զգուշավորությամբ, ով սովոր չէ, որ կարոր մարդիկ իրեն լսեն։ 3 տարի է, ինչ այստեղ եմ աշխատում, պարոն։ Աշխատանքի եմ գալիս առավոտյան 5-ին, գնում եմ երեկոյան 6-ին, երբեմն ավելի ուշ, երբ հյուրանոցում հատուկ միջոցառումներ են լինում։ Արտաժամյա աշխատանքի մասին, դե, անում ենք այն, ինչ պետք է արվի, չէ՞։ Ոչ միշտ է ժամանակ լինում ամեն ինչ ճիշտ գրանցելու։ Իսկ հանգստյան օր ունեմ շաբաթը 1, սովորաբար երեքշաբթի օրերին։ Երեքշաբթի օրերին, կրկնեց Ռուբեն։ Մտովի նշումներ անելով։ Իսկ բացի սրանից այլ աշխատանք ունեք։ Ոչ, պարոն։ Այստեղն արդեն բավականին խլում է ուժերս։ Բայց երբեմն հանգստյան օրերին լրացուցիչ մաքրություն եմ անում տներում, երբ լրացուցիչ գումար է պետք լինում։ Անահիտին միայնակ մեծացնելու համար, ենթադրում եմ, ասաց Ռուբենը, նայելով աղջկան, որն ուշադիր հետում էր ամեն ինչին։ Այո, պարոն։ Նրա հայրը, դե, նա այլս մեր կյանքում չէ։ Միայն ես ու նա ենք։ Իսկ այսօր, դուք արդեն ինչ-որ բան կերել եք։ Նունեն հայացքը փախցրեց, շփոթված։ Ես շատ վաղ առավոտյան տանը սուրճ եմ խմում։ Օրվա ընթացքում շատ ժամանակ չի լինում, իսկ հյուրանոցի ուտելիքը թանկ է։ Նախընտրում եմ տնից ինչ-որ բան բերել, բայց երբեմն մոռանում եմ նախորդ գիշեր պատրաստել։ Այսինքն դուք աշխատում եք օրական 12 ժամից ավելի, հաճախ առանց պատշաճ սնվելու, ձեր դստերը պահելու համար, ամփոփեց Ռուբենը։ Եվ դեռ էներգիա եք գտնում լինելու այն լավ մայրը, որն ակնհայտորեն եք, հաշվի առնելով այն գեղեցիկ ժեստը, որն Անահիտն այսօր արեց։ Նունեն զգաց, թե ինչպես աչքերը խոնաված։ Նա սովոր չէր գովասանքների, առավելս իշխանության դիրքում գտնվող մեկի անկեղծ ուշադրությանը։ Ես անում եմ այն, ինչ ցանկացած մայր կաներ, պարոն։ Ոչ բոլորը կանեին, տիկին Նունե։ Ոչ բոլորը կկարողանային։ Եվ հաստատ, ոչ բոլորը կմեծացնեին Անահիտի պես այսքան յուրահատուկ դուստր։ Հենց այդ պահին տիկին Գայանեն սկուտեղը ձեռքին մտավ սենյակ։ Դրա վրա 2 ծածկված ափսե կար, դանակ պատարագախ, անձեռոցիկներ նույնիսկ բնական նարնջի հյութ ապակե բաժակի մեջ։ Բերեցի այն, ինչ խնդրել էիք, հայտարարեց նա ժպիտով։ Հավի կրծքամսով սնկով ուտեստ եմ պատրաստել, սպիտակ բրնձով թարմ աղցանով։ Իսկ աղանդերի համար կրեմ կարամել կա։ Շնորհակալություն, տիկին Գայանե, ասաց Ռուբենը։ Խոհարարուհին աչքով արեց Անահիտին, նախքան դուրս գալը, աղջիկը վերջապես անկեղծ ժպտաց հյուրանոց հասնելուց ի վեր։ Խնդրեմ, կերեք, հրավիրեց Ռուբենը, ոտքի կանգնելով։ Ես մի պտույտ կանեմ, կվերադառնամ կես ժամից։ Վայելեք։ Բայց պարոն, ձեր ընդմիջումը։ Սկսեց Նունեն։ Դա հրաման է, ոչ թե խնդրանք, ասաց Ռուբենը կիսաժպիտով։ Դուք պետք է ուտեք։ Իսկ ես պետք է մի քանի հարց լուծեմ։ Նրա գնալուց հետո մայր ու աղջիկ մնացին միայնակ։ Նունեն նայում էր ափսեներին, կարծես դրանք օդապատրանք լինեին։ Երբ էր վերջին անգամ այսքան լավ պատրաստված բան կերել։ Երբ էր վերջին անգամ որը մեկը մտահոգվել, թե արդյոք նա սոված է։ Անահիտն արդեն բացում էր իր ափսեն, ստամոքսը գրմռում էր։ Մայրիկ, տես ինչքան ուտելիք կա։ Սա իսկապես մեզ համար է։ Այո, աղջիկս։ Մեզ համար է, պատասխանեց Նունեն, վերջապես թույլ տալով իրեն մի փոքր հանգստանալ։ Բայց ինչ էիր անում, սննդի տուփ բերելով այստեղ։ Ես 1000 անգամ խնդրել եմ, որ միայնակ չգաս։ Գիտեմ, մայրիկ, բայց դու ոչինչ չէիր կերել։ Ես անհանգստացա։ Ու տիկին Շուշանն այսօր ինձ իսկական ուտելիք տվեց, գիտես։ Հետո մտածեցի, որ կարող եմ քեզ հետ կիսվել։ Նունեն շոյեց դստեր դեմքը։ Դու շատ փոքր ես, որ ինձ համար այսպես անհանգստանաս, Անի։ Բայց ես անհանգստանում եմ, մայրիկ։ Դու իմ ունեցած-չունեցածն ես։ Նրանք մի քանի րոպե լուռ ուտում էին, վայելելով յուրաքանչյուր պատառը այդ կերակուրի, որը կարծես երկնքից ուղարկվա։ Ծնվեր լիներ։ Երբ ավարտեցին, Նունեն իրեն ավելի կենդանի զգաց, քան շաբաթներ շարունակ։ Սնունդը ոչ միայն սնուցել էր նրա մարմինը, այլ նրա հույսը, որ գուցե ամեն ինչ կարող է լավանալ։ Մինույն ժամանակ Ռուբենը նորից բարձրացավ 12-րդ հարկ, բայց այս անգամ այլ նպատակով։ Նա ուզում էր դիտարկել աշխատանքային միջավայրը, զգուշորեն զրուցել այլ աշխատակիցների հետ, հասկանալ իրական դինամիկան, որը տեղի էր ունենում իր սեղանին հասնող գեղեցկացված զեկույցներից հեռու։
Միջանցքում նա հանդիպեց երկու սպասուհու, Մարիամին Աննային, երկուսն էլ հոգնած, բայց արդյունավետ արտահայտություններով, երբ սենյակի սավաններն էին փոխում։ Ներողություն, ասաց նա, մոտենալով։ Կարող եմ մի քանի հարց տալ։ Կանայք նյարդայնացած նայեցին միմյանց։ Իհարկե, պարոն Գրիգորյան, պատասխանեց Մարիամը, ավելի տարիքովը։ Դուք Նունեի հետ եք աշխատում, այնպես չէ։ Այո, պարոն։ Նա լավագույններից է։ Միշտ բոլորին օգնում է։ Իսկ ինչպիսին է այստեղ աշխատանքային միջավայրը։ Դուք ձեզ հարգված եք զգում։ Ունեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատա։ Նքը կատարելու համար։ Դադար եղավ։ Աննան կողքերը նայեց, կարծես ստուգում էր, թե արդյոք ուրիշ մեկը լսում է։ Դե, աշխատանքը ծանր է, պարոն։ Բայց մենք գլուխ ենք հանում։ Ես դա չհարցրի, համառեց Ռուբենը քաղաքավարությամբ։ Ես հարցրի, թե արդյոք դուք ձեզ հարգված եք զգում։ Պատասխանեց Մարիամը, ցածր ձայնով։ Տեսեք, պարոն, մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել, բայց ճշմարտությունն այն է, որ տիկին Քրիստինեն, կառավարիչը, նա շատ խիստ է մեզ հետ։ Ցանկացած մանրուք, որը դուրս է գալիս նրա չափանիշներից, նկատողության պատճառ է դառնում։ Մենք վախենում ենք սխալվել, գիտեք։ Եվ ավելին, նա միշտ կրճատում է մեր նյութերի պատվերները։ Ասում է, որ մենք վատնում ենք, բայց իրականում մաքրող միջոցները չեն բավականացնում։ Հետո մենք ստիպված ենք լինում աշխատանքն անել ավելի քիչ միջոցներով, քան պետք է։ Իսկ սննդի ընդմիջումները հարգվում են։ Աննան դառը ծիծաղեց։ Ընդմիջում։ Մենք 15 րոպե ունենք արագ ինչ-որ բան ուտելու համար։ Եթե ավելի երկար մնանք, նկատողություն ենք ստանում։ Ու դա այն դեպքում, երբ մենք աշխատում ենք առավոտի։ Ան 5-ից մինչ երեկոյան 6-ը, երբեմն 7-ը։ Արտաժամյա աշխատանքը ճիշտ է վճարվում։ Նորից անհարմար լռություն։ Հետո Մարիամը խոստովանեց. Ոչ, պարոն։ Տիկին Քրիստինեն միշտ ասում է, որ մենք ժամից դուրս չենք աշխատել, նույնիսկ երբ աշխատել ենք։ Ասում է, որ եթե մենք չենք կարողանում ամեն ինչ ավարտել սովորական ժամանակում, նշանակում է դանդաղ ենք, ուստի արտաժամյա վճարման արժանի չենք։ Ռուբենը զգաց, թե ինչպես զայրույթը մեծանում է իր մեջ, բայց պահպանեց ինքնատիրապետումը։ Շնորհակալություն ազնվության համար, ասաց նա։ Ես կլուծեմ այս հարցը։ Սպասուհիները կարծես անհավատ էին, կարծես չէին հավատում, որ ինչ-որ բան իսկապես կփոխվի։ Բայց Ռուբենը իր խոսքի տերն էր։ Նորից իջնելով առաջին հարկ, նա խնդրեց վարչական կառավարիչ Սոնա Սարգսյանին հավաքել վերջին 6 ամիսների աշխատաժամանակի բոլոր գրանցումները նույն ժամանակահատվածի մաքրող նյութերի գնումների հաշվետվությունները։ Սոնան, 40 տարեկան մի իրավասու կին, որը միշտ արդյունավետ էր իր աշխատանքում, առանց հարց տալու հանձնեց փաստաթղթերը։ Ռուբենը հաջորդ 2 ամն անցկացրեց իր աշխատասենյակում, վերլուծելով յուրաքանչյուր տող։ Այն, ինչ նա բացահայտեց, ցնցեց նրան։ Հսկայական անհամապատասխանություններ կային։ Աշխատակիցներ, որոնք գրանցում էին մուտքեր առավոտյան 5-ին, ելքեր երեկոյան 7-ին, բայց որոնց աշխատավարձի թերթիկները ցույց էին տալիս վճարում միայն սովորական ժամերի համար։ Մաքրող նյութերի պատվերներ, որոնք համակարգված կերպով կրճատվում էին կառավարչի կողմից, մինչդեռ նույն աշխատակիցները բողոքում էին նյութերի պակասից։ Եվ ավելի վատ, կային հաշիվ ապրանքագրեր նյութերի, որոնք գնվել էին, բայց երբեք չէին հասել հարկեր։ Ո՞ր էին գնում այդ ապրանքները։ Երբ ժամացույցը ցույց տվեց երեկոյան 6-ը, Ռուբենը պատրաստ էր։ Քրիստինե Ալավերդյանը մտավ սենյակ նույն կոշտ կեցվածքով, բայց աչքերում նյարդայնություն կար։ Նստեք, ասաց Ռուբենը, աչքերը չկտրելով իր արջի թղթերից։ Նա հնազանդվեց, ոտքը ոտքին գցեց, փորձեց վստահ ելալ։ Պարոն Գրիգորյան, այսօրվա միջադեպի վերաբերյալ ես կցանկանայի բացատրել, որ պետք չէ բացատրել այսօրվա միջադեպը, ընդհատեց նա։ Այն, ինչ դուք արեցի։ Այդ երեխայի հետ ես ուրիշներն ականատես եղանք։ Դա աններելի է։ Բայց այն, ինչ ես հիմա ուզում եմ հասկանալ, այլ բան է։ Նա փաստաթղթերի մի կույտ հրեց նրա ուղղությամբ։ Բացատրեք ինձ, թե ինչու կան չվճարված արտաժամյա աշխատանքներ։ Ինչու են օրինական նյութերի պատվերները կրճատվում։ Եվ ամենակարևորը, ո՞ր է գնացել այն նյութը, որը գնվել է, բայց երբեք չի հասել աշխատակիցներին։ Քրիստինեն գունատվեց։ Ես միշտ ձգտել եմ խնայել հյուրանոցի համար, պարոն։
Կրճատել անհարկի ծախսերը։ Ծախսեր կրճատել, թե ռեսուրսներ յուրացնել։ Ռուբենի ձայնն այժմ սառցե էր։ Ինչպես եք համարձակվում ինձ մեղադրել, սկսեց նա վրդովված ոտքի կանգնելով։ Նստեք, հրամայեց Ռուբենը, տոնը անհնազանդության տեղ չէր թողնում։ Ես այստեղ ունեմ վատ կառավարման հնարավոր յուրացման ապացույցներ։ Դուք երկու տարբերակ ունեք։ Կամ այսօր իսկ հրաժարական տալ հեռանալ այն ամենով, ինչ ձեզ հասանելի է օրենքով, կամ ես պաշտոնական հետաքննություն եմ սկսում, որը կարող է շատ ավելի լուրջ հետանքների հանգեցնել։ Ինչ եք ընտրում։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Քրիստինեն գիտեր, որ անելանելի վիճակում է։ Վերջապես, զայրույթով նվաստացումով զսպված ձայնով, ասաց. Ես հրաժարական կտամ։ Հիանալի է։ Պատրաստեք ձեր հրաժարականի դիմումը հանձնեք Սոնային դեռ այսօր։ Դուք մինչ շաբաթվա վերջ ժամանակ ունեք ձեր իրերը հավաքելու համար։ Եվ Քրիստինե, եթե ես իմանամ, որ դուք փորձել եք վնասել այս հյուրանոցի որևէ աշխատակցի հեռանալուց առաջ, ես կհոգամ, որ ձեր բոլոր ապագա գործատուները ճշգրիտ իմանան, թե ինչպիսի մարդ եք դուք։ Նա դուրս եկավ սենյակից առանց այլս ոչինչ ասելու, կրունկները հատակին թխկթխկում էին այն զայրույթով, որը նա այլ կերպ չէր կարող արտահայտել։ Ռուբենը խորը շունչ քաշեց։ Սա ընդամենը սկիզբն էր։ Նա նորից կանչեց Սոնային հստակ հրահանգներ տվեց։ Վերանայել մաքրության սպասարկման աշխատակիցների բոլոր աշխատանքային պայմանագրերը, կարգավորել պարտք մնացած արտաժամյա աշխատանքի վճարումը, ավելացնել նյութերի բյուջեն, ամենակարևորը ստեղծել ուղիղ հաղորդակցության միջոց, որտեղ աշխատակիցները կարողանան զեկուցել խնդիրների մասին, առանց պատժվելու վախի։ Հաջորդ առավոտ, երբ Նունեն եկավ աշխատանքի, զգաց, որ օդում ինչ-որ բան փոխվել է։ Միջանցքները կարծես ավելի թեթ էին, լարվածությունից պակաս բեռնված։ Աննան էր, որ նրան պատմեց, աչքերը փայլելով հուզմունքից։ Քրիստինեն հրաժարական է տվել։ Նա գնացել է։ Ու պարոն Ռուբենը բոլորիս կանչել է ժողովի ժամը 10-ին։ Ասում են, որ փոփոխություններ են լինելու։ Ժողովը տեղի ունեցավ հյուրանոցի դահլիճում, մի տարածք, որը սովորաբար վերապահված էր կորպորատիվ միջոցառումների համար, բայց այժմ ընդունում էր հենց աշխատակիցներին։ Ռուբենն այնտեղ էր, կանգնած փոքրիկ բեմի վրա, սպասում էր, որ բոլորը տեղավորվեն։ Այնտեղ կային սպասուհիներ, խոհարարներ, ընդունարանի աշխատակիցներ, անվտանգության աշխատակիցներ, կայանապահներ։ Բոլոր նրանք, ովքեր ստիպում էին հյուրանոցին աշխատել, բայց հազվադեպ էին ձայն ունենում։ Բարի լույս բոլորին, սկսեց Ռուբենը։ Գիտեմ, որ անսովոր է, որ ես այստեղ ուղղակիորեն խոսում եմ ձեզ հետ։ Սովորաբար հաղորդակցությունն անցնում է կառավարիչների վերահսկիչների միջոցով։ Բայց երեկ մի բան տեղի ունեցավ, որը բացեց իմ աչքերը խնդիրների վրա, որոնք ես պետք է շատ ավելի վաղ տեսած լինեի։ Նա պատմեց, առանց որևէ մեկի համար անհարմար մանրամասների մեջ մտնելու, Անահիտի հետ կապված միջադեպի մասին։ Պատմեց, թե ինչպես դա նրան դրդեց ավելի խորը ուսումնասիրել աշխատանքային պայմանները։ Եվ հայտարարեց փոփոխությունների մասին։ Վճարումների կարգավորում, նյութերի բյուջեի ավելացում, ուղիղ հաղորդակցության միջոցի ստեղծում, ընդմիջումների ժամերի քաղաքականության վերանայում։ Բայց ամենակարևորը, շարունակեց նա, այն է, որ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ գնահատված եք։ Ձեզանից յուրաքանչյուրը, ով ստիպում է այս հյուրանոցին աշխատել, արժանի է հարգանքի, արժանապատվության։ Եվ եթե որևէ մեկն այստեղ, ցանկացած հիերարխիկ մակարդակում, ձեզ անհարգալից վերաբերվի, ես ուզում եմ իմանալ։ Որովհետև ես դա չեմ հանդուրժելու։ Երբ ժողովն ավարտվեց, ծափահարություններ հնչեցին։ Նունեն, նստած վերջին շարքերում խոնավ աչքերով, չէր կարողանում հավատալ կատարվածին։ Լոնը, ընդունարանի աշխատակիցը, նստեց նրա կողքին։ Անիի բախտը բերել է, որ քեզ պես մայր ունի, Նունե։ Իսկ պարոն Ռուբենի բախտը բերել է, որ երեք այստեղ էր, տեսնելու, թե ինչ արեց այդ կինը։ Երբեմն պետք է, որ հզորները անարդարությունն իրենց աչքերով տեսնեն, որպեսզի ինչ-որ բան փոխվի։ Նունեն գլխով արեց, դեռ մարսելով ամեն ինչ։ Արդյոք ամեն ինչ իսկապես կփոխվի, Լոն։ Թե սա ուղղակի ցուցադրական է։ Կարծում եմ, նա անկեղծ է, պատասխանեց Լոնը։ Արդեն 5 տարի է, ինչ այստեղ եմ աշխատում, երբեք չեմ տեսել, որ պարոն Ռուբենը խոստումներ տա, որոնք չի կատարել։ Նա համեստ է, գրեթե երբեք չի երում, բայց երբ որոշում է կայացնում, մինչ վերջ տանում է։
Հաջորդ օրերին փոփոխությունները սկսեցին իրականանալ։ Նոր վերահսկիչ նշանակվեց, մեկը, ով թիմերի մարդասիրական կառավարման փորձ ուներ։ Նոր նյութեր առատորեն ժամանեցին։ Եվ ամենակարևորը, Նունեն ծանուցում ստացավ, որ իրեն կկանչեն ֆինանսական բաժին։ Երբ նա այնտեղ հասավ, սիրտը սեղմված անհանգստությունից, նրան դիմավորեց Սոնան։ Տիկին Նունե, նստել ենք այստեղ ձեր իրավիճակը կարգավորելու համար։ Ձեր գրանցումները վերանայելուց հետո մենք պարզեցինք, որ դուք իրավունք ունեք ստանալու վերջին 3 տարիների արտաժամյա աշխատանքի դիմաց վճարում, որը երբեք չի կատարվել։ Ընդհանուր գումարը, ճշգրտումներով, կազմում է 800,000 դրամ։ Նունեն քիչ մնաց ուշաթափվեր։ 800,000 դրամ։ Դա ավելի շատ գումար էր, քան նա իր ամբողջ կյանքում միասին տեսել էր։ Սրանով ես կարող եմ։ Սկսեց նա, միտքն արդեն հաշվարկում էր հնարավորությունները։ Կարող եմ պարտքերս վճարել։ Կարող եմ Անիի համար նոր հագուստ գնել։ Կարող եմ նույնիսկ մի փոքր խնայել։ Բացի այդ, շարունակեց Սոնան ժպիտով, պարոն Գրիգորյանը խնդրեց տեղեկացնել ձեզ, որ դուք կբարձրացվեք առավոտյան հերթափոխի մաքրության թիմի համակարգողի պաշտոնում։ Սա ներառում է աշխատավարձի բարձրացում, լրացուցիչ արտոնություններ, այդ թվում լիարժեք սննդի կտրոն։ Նունեն չկարողացավ զսպել արցունքները։ Չգիտեմ ինչ ասել, մրմնջաց։ Ես սրանցից ոչ մեկին չէի սպասում։ Դուք արժանի եք, տիկին Նունե։ Պարոն Գրիգորյանը շատ հստակ էր։ Նվիրված ազնիվ մարդիկ արժանի են պարգատրման։ Երբ Նունեն այդ օրը դուրս եկավ շենքից, տարիներ ի վեր առաջին անգամ նա իսկապես ժպտում էր։ Անցավ մի խանութով Անահիտի համար նոր զգեստ գնեց, մի բան, որն աղջիկն այնքան էր ուզում։ Գնեց նա մթերքներ, հատուկ ընթրիք պատրաստելու համար։ Եվ երբ տուն հասավ, գտավ դստերը հին սեղանիկի մոտ նկարելիս, որը ծառայում էր ամեն ինչի համար։ Մայրիկ։ Անահիտը վազեց գրկելու նրան։ Օրդ ինչպես անցավ։ Իմ կյանքի լավագույն օրն էր, Անի, պատասխանեց Նունեն, դստերը սեղմելով կրծքին։ Եվ գիտես ինչ։ Ամեն ինչ փոխվեց քո շնորհիվ։ Քո բարի սրտի շնորհիվ, որն ուզում էր ինձ ուտելիք բերել։ Այսինքն լավ էր, որ ես այնտեղ գնացի, թե նկատողություն ստացա։ Դա լավագույն բանն էր, որ կարող էիր անել, աղջիկս։ Այդ գիշեր, երբ նա ընթրիք էր պատրաստում, լսում էր Անահիտի երգը, որը սովորել էր դպրոցում, Նունեն մի բան զգաց, որը վաղուց չէր զգացել՝ հույս։ Այն զգացողությունը, որ գուցե, միայն գուցե, ամեն ինչ իսկապես կարող է լավանալ։ Որ ջանքերն արժեին։ Որ սերը, որը նա նվիրում էր դստերը, ուներ ուժ ոչ միայն փոխելու իրենց երկուսի կյանքը, այլ հուզելու սրտեր փոխելու իրականություններ։ Իսկ քաղաքի մյուս կողմում գտնվող իր էլեգանտ բնակ Արանում Ռուբեն Գրիգորյանը պատուհանից նայում էր երանի լույսերին, մտածելով, թե ինչպես 6 տարեկան երեխայի մի պարզ ժեստը նրան մարդկայնության մասին ավելին սովորեցրեց, քան բիզնեսում տարիների հաջողությունը։ Նա մտածում էր իր սեփական մոր մասին, որն արդեն 10 տարի էր, ինչ մահացել էր, որը նույնպես հավաքարար էր եղել, միայնակ պայքարել էր իրեն մեծացնելու համար։ Մտածում էր, թե ինչպես էր հեռացել մարդկանցից, կենտրոնացած միայն թվերի շահույթի վրա, մոռանալով, որ յուրաքանչյուր աշխատակցի հետում մի պատմություն կա, մի պայքար, մի ընտանիք։ Անահիտն ինձ հիշեցրեց մի կարևոր բան, մրմնջաց նա ինքն իրեն։ Հիշեցրեց, թե իրականում ինչն է կարևոր։ Եվ այսպես, մինչ քաղաքը քնում էր աստղազարդ երկնքի տակ, երկու կյանքեր, որոնք պատահաբար խաչվել էին, սկսեցին փոխադարձաբար փոխակերպվել, ապացուցելով, որ երբեմն մեկ օրը, մեկ քաջության կամ արդարության ակտը կարող է փոխել ամեն ինչի ընթացքը։ Հաջորդած շաբաթները փոփոխություններ բերեցին, որոնք դրսից նայողի աչքին փոքր էին թվում, բայց հսկայական էին նրանց համար, ովքեր ապրում էին դրա։ Նունեն ամեն օր արթնանում էր առավոտյան 4:30-ին, բայց այժմ այլ տրամադրությամբ։ Նրան այլս միայն հոգնածությունը չէր առաջնորդում, այլ նա այն գոհունակությունը, որ իր աշխատանքը գնահատված է։ Որպես համակարգող, նա ոչ միայն սենյակներ էր մաքրում, այլ կազմակերպում էր հերթափոխներ, մարզում նոր աշխատակիցների կամուրջ էր ծառայում թիմի վարչակազմի մեջ։ Անահիտն իր հերթին ծաղկում էր այնպես, ինչպես Նունեն նույնիսկ չէր պատկերացնում։ Մոր աշխատավարձի բարձրացման ուշացած արտաժամյա աշխատանքի գումարի շնորհիվ Նունեն կարողացավ նրան գրանցել տան մոտ գտնվող մասնավոր մանկապարտեզում։ Դա շքեղ բան չէր, բայց մաքուր, անվտանգ միջավայր էր, նվիրված դաստիարակչուհիներով։
Աղջիկն արդեն տեղ ուներ մնալու օրվա ընթացքում, մինչ Նունեն աշխատում էր, դա մի հոգեկան խաղաղություն բերեց, որը մայրը չէր ճանաչել դստեր ծնվելուց ի վեր։ Բայց սա դեռ ամենը չէր։ Անի Պլազա հյուրանոցում ավելի խորը բան էր կատարվում։ Ռուբենը սկսեց ավելի հաճախ հայտնվել, ոչ թե խստորեն վերահսկելու, այլ զրուցելու, ճանաչելու այն մարդկանց, ովքեր ստիպում էին իր բիզնին աշխատել։ Նա բացահայտեց, որ տիկին Գայանեն երազում էր մի օր իր սեփական հացի փուռը բացել, որ Լոնը երեկոյան կառավարում էր սովորում ուզում էր կարիերայում աճել, որ Մարիամը միայնակ 4 երեխա էր պահում, երբ ամուսինը լքել էր նրան։ Այնտեղ յուրաքանչյուր մարդ ուներ իր պատմությունը, իր երազանքը, իր պայքարը։ Եվ Ռուբենը մի այլ բան էլ բացահայտեց, որ այդ մարդկանց օգնելը ոչ միայն լավ էր նրանց համար, այլ իրեն լցնում էր մի ձով, որը փողը երբեք չէր կարողացել։ 52 տարեկանում 8 տարի ամուսնալուծված առանց երեխաների մի սոցիալական կյանքով, որը սահմանափակվում էր գործնական ընթրիքներով, նա հասկացավ, թե որքան էր մեկուսացել իր փղոսկրե աշտարակում։ Անահիտն ու Նունեն մի դուռ էին բացել, որի փակ լինելու մասին նա նույնիսկ չգիտեր։ Մի շաբաթ օր, սկզբնական միջադեպից 3 շաբաթ անց, Ռուբենն արեց մի բան, որը լիովին դուրս էր իր սովորույթներից։ Նա զանգահարեց Նունեին հարցրեց, թե արդյոք նա Անահիտը կցանկանային իր հետ ճաշել։ Նունեն, զարմացած մի փոքր երկյուղած, երկար տատանվելուց հետո ինեց։ Նրանք հանդիպեցին Կոնդ թաղամասի մի պարզ, բայց հարմարավետ ռեստորանում, հյուրանոցի պաշտոնական միջավայրից հեռու։ Անահիտը փայլում էր իր նոր զգեստով, մազերը հավաքված 2 հյուսքով, որոնք Նունեն խնամքով արել էր։ Աղջիկը չէր դադարում խոսել, պատմում էր դպրոցի, նոր ընկերների, ծիծաղելի երգեր սովորեցնող ուսուցչուհու մասին։ Ռուբենն ամեն ինչ լսում էր անկեղծ ուշադրությամբ, շաբաթներ ի վեր առաջին անգամ իսկապես ժպտալով։ Դու երջանիկ ես դպրոցում, Անի, հարցրեց նա, օգտագործելով այն փաղաքշական մականունը, որն օգտագործում էին բոլորը։ Շատ, պատասխանեց աղջիկը, աչքերը փայլելով։ Այնտեղ գրքեր կան, մի տոննա գրքեր։ Ու ուսուցչուհին ասաց, որ ես իմ տարիքի համար շատ լավ եմ կարդում։ Ասաց, որ ես խելացի եմ։ Դու իսկապես խելացի ես, համաձայնեց Ռուբենը։ Այնքան խելացի, որ կարողացար ինձ պես համար ծերունում կարոր դաս տալ։ Դուք ծեր չեք, առարկեց Անահիտը երեխաներին բնորոշ անկեղծությամբ։ Եվ համար էլ չեք։ Դուք բարի եք։ Դուք եք, որ օգնեցիք մայրիկիս, երբ չար կինը վատ վարվեց մեզ հետ։ Նունեն կարմրեց, փոթված։ Անի, այդպես մի խոսիր։ Բայց Ռուբենը ծիծաղեց։ Նա ճիշտ է։ Տիկին Քրիստինեն ձեզ հետ բոլորովին լավ չվարվեց։ Բայց գիտես ինչ, Անի։ Երբեմն մարդիկ չար են լինում, որովհետև դժբախտ են։ Դա արդարացում չէ, բայց բացատրություն է։ Իսկ մենք պետք է ներենք չար մարդկանց, հարցրեց Անահիտը անկեղծ հետաքրքրությամբ։ Մենք պետք է փորձենք հասկանալ, որ բոլորը մղում են մի պայքար, որի մասին մենք չգիտենք, պատասխանեց Ռուբենը։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք, որ մեզ վատ վերաբերվեն։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ընտրել չթողնել, որ ուրիշների չարությունը մեզ էլ չար մարդկանց վերածի։ Նունեն դիտում էր այդ փոխազդեցությունը երախտագիտության մի այլ բանի խառնուրդով, որը չէր կարողանում անվանել։ Ռուբենի մեջ մի բարություն կար, որը հակասում էր այն պատկերին, որը նա սկզբում կազմել էր նրա մասին։ Նա նրան պատկերացրել էր որպես մեկ սառը հեռու միլիոնատեր, որը մտահոգված է միայն շահույթով։ Բայց ահա նա համբերատար զրուցում էր 6 տարեկան աղջկա հետ ներման բարության մասին։ Պարոն Ռուբեն, Սաց Նունեն, երբ Անահիտը շեղվեց նոր բերված հյութով, ես ուզում էի նորից շնորհակալություն հայտնել։ Ոչ միայն աշխատանքի հնարավորության, այլ մեզ տեսնելու համար։ Այնքան շատ մարդիկ կան, որ նայում են ինձ ու տեսնում են միայն հավաքարարին, սպասուհուն։ Դուք տեսաք մարդուն։ Ես պետք է ավելի շուտ տեսած լինեի, տիկին Նունե, պատասխանեց Ռուբենը, նրա ձայնում անկեղծ ծանրություն կար։ Քանի՞ այլ աշխատակիցների եմ ես անտեսել տարիների ընթացքում։ Քանի՞ անարդարություն է անցել իմ քթի տակով, որովհետև ես չափազանց զբաղված էի աղյուսակներ նայելով մոռանում էի, որ թվերը մարդկանց են ներկայացնում։ Դուք չեք կարող ձեզ մեղադրել։ Դուք չգիտեիք։ Բայց հիմա գիտեմ։ Եվ դա ինձ նոր պատասխանատվություն է տալիս։ Նրանք ճաշեցին, զրուցելով սովորական բաներից, քաղաքից, կյանքից։
Ռուբենը բացահայտեց, որ Նունեն սիրում է այգեգործություն, բայց իրենց վարձով տանը բույսերի համար տեղ չունի։ Բացահայտեց, որ Անահիտը սիրում է նկարել, բայց ընդամենը 2 գունավոր մատիտ ունի։ Դրանք փոքր մանրամասներ էին, բայց դրանք կուտակվում էին նրա տքում, ինչպես մի գլուխկոտրուկի կտորներ, որը նա սկսում էր հավաքել։ Երբ նրանք այդ օրը հրաժեշտ տվեցին, Անահիտը խանդավառությամբ ձեռքով էր անում, իսկ Նունեն նորից շնորհակալություն էր հայտնում, Ռուբենը կանգնած մնաց մայթին, դիտելով, թե ինչպես են նրանք երկուսով ձեռք ձեռքի տված հեռանում։ Այդ պատկերի մեջ մի պարզություն կար, որը խորապես հուզում էր նրան։ Մայր ու աղջիկ, միասնական աշխարհի դեմ, ուժեղ, չնայած բոլոր դժվարություններին։ Նա մտածեց իր սեփական մոր, տիկին Ելենայի մասին, որը նույնպես միայնակ էր պայքարել իրեն մեծացնելու համար Երանի ծայրամասերում։ Հիշեց, թե ինչպես էր նա աշխատում 3 տարբեր աշխատատեղերում, միշտ հոգնած, բայց երբեք չբողոքող։ Հիշեց, թե ինչպես էր նա մետաղադրամները պահում թխվածքաբլիթի հին տուփի մեջ, խնայելով իր դպրոցական տետրերը գնելու համար։ Եվ հիշեց, թե ինչպես էր խոստացել նրան, որ մի օր ամեն ինչ այլ կերպ կանի, որ կհարստանա նրան հարմարավետ կյանք կտա։ Նա կարողացել էր հարստանալ։ Բայց երբ վերջապես կարող էր մորը հարմարավետություն տալ, նա արդեն չափազանց հիվանդ էր, վայելելու համար։ Քաղցկեղը նրան տարավ 6 ամսում, Ռուբենն իրեն երբեք չներեց, որ այդքան կենտրոնացել էր աշխատանքի վրա, որ վերջին տարիներին ավելի շատ ժամանակ չէր անցկացրել նրա հետ։ Այժմ, տեսնելով Նունեին Անահիտին, կարծես երկրորդ հնարավորություն ունենար հարգելու մոր հիշատակը, օգնելով այլ կանանց, ովքեր նույն պայքարն էին մղում։ Այդ գիշեր վերադառնալով իր շքեղ բնակարան, Ռուբենը որոշում կայացրեց։ Զանգահարեց իր անձնական փաստաբանին, խնդրեց մշակել սոցիալական նախագիծ, կենտրոնացած իր ձեռնարկություններում աշխատող միայնակ մայրերի վրա։ Ուզում էր ստեղծել կրթական օգնության հիմնադրամ այդ կանանց երեխաների համար, մասնագիտական վերապատրաստման ծրագիր, գուցե նույնիսկ ժամանցի տարածք, որտեղ երեխաները կարողանային մնալ, մինչ մայրերն աշխատում էին։ Դա շատ գումար է, Ռուբեն, զգուշացրեց փաստաբանը։ Համոզված ես։ Բացարձակ, պատասխանեց Ռուբենը։ Եվ ուզում եմ, որ որքան հնարավոր է շուտ սկսվի։ Մինույն ժամանակ Մալաթիա Սեբաստիայի հին շենքում Նունեն Անահիտին քնելու էր պատրաստում։ Աղջիկը, դեռ հուզված օրվա զբոսանքից, չէր դադա լում խոսել։ Մայրիկ, պարոն Ռուբենը գեղեցիկ է, չէ՞։ Ու նա քաղաքավարի է։ Ու նա կերավ այն ամենը, ինչ կար ափսեում, ոչինչ չթափեց։ Այո, նա լավ մարդ է, համաձայնեց Նունեն, ուղղելով սավանները։ Մայրիկ, կարող եմ մի բան հարցնել։ Իհարկե, աղջիկս։ Ես ինչու հայրիկ չունեմ։ Հարցը զարմացրեց Նունեին։ Նա գիտեր, որ մի օր պետք է պատասխաներ դրան, բայց չէր սպասում, որ այդքան շուտ կլինի։ Դու հայրիկ ունես, Անի։ Ուղղակի նա մեզ հետ չէ։ Ինչո՞վ։ Որովհետև երբեմն մարդիկ չեն կարողանում միասին մնալ, նույնիսկ երբ երեխաներ ունեն։ Հայրդ շատ երիտասարդ էր, երբ դու ծնվեցիր, նա վախենում էր։ Վախենում էր, որ չի կարողանա լավ հայր լինել, վախենում էր, որ բավարար գումար չի ունենա։ Այդ պատճառով նա գնաց։ Իսկ նա ինձ չի սիրում։ Նունեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Ծնկի իջավ մահճակալի կողքին, դստեր դեմքը բռնեց 2 ձեռքով։ Անի, նայիր ինձ։ Դու ամենաանհավանական, ամենայուրահատուկ, ամենահրաշալի երեխան ես, որ գոյություն ունի։ Եթե հայրդ այստեղ չէ, դա այն պատճառով չէ, որ քեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Այն պատճառով է, որ նա չկարողացավ տեսնել իր ունեցած նվերը։ Եվ գիտես ինչ։ Մենք նրա կարիքը չունենք։ Մենք երկուսով միասին բավականաչափ ուժեղ ենք։ Բայց երբեմն ես տեսնում եմ ուրիշ երեխաների հայրիկի ու մայրիկի հետ ու տխրում եմ։ Գիտեմ, աղջիկս։ Եվ դու կարող ես տխրել։ Նորմալ է կարոտել մի բան, որը չունես։ Բայց հիշիր, որ ուսուցչուհին խոսում էր ընտանիքի մասին։ Ընտանիքը միայն նրանք չեն, ովքեր նույն արյունն ունեն։ Ընտանիքը նա է, ով հոգ է տանում, ով սիրում է, ով ներկա է։ Եվ դու ունես ինձ։ Ունես տիկին Շուշանին, որը միշտ մեզ համար ուտելիք է թողնում։ Ունես տիկին Գայանեին հյուրանոցից, որն այդ համեղ ուտելիքներն է պատրաստում։ Ունես Լոնին, որը միշտ քեզ շոկոլադ է տալիս, երբ այնտեղ ես հայտնվում։ Շատ մարդիկ կան, որ քեզ սիրում են, Անի։ Ու կա նա պարոն Ռուբենը, ավելացրեց Անահիտը։ Նա կարծես լավ քեռի լինի։
Նունեն ժպտաց. Այո, կարծում եմ, այդպես է։ Երբ Անահիտը վերջապես քնեց, Նունեն նստած մնաց սենյակի միակ աթոռին, նայելով քնած դստերը։ Մտածեց այն ամբողջ ճանապարհի մասին, որը նրանք միասին անցել էին։ Մտածեց այն գիշերների մասին, երբ չգիտեր, թե արդյոք հաջորդ օրը ուտելիք կլինի։ Մտածեց այն անգամների մասին, երբ թաքուն լաց էր լինում հյուրանոցի լոգարանում, չափազանց հոգնած շարունակելու համար, բայց իմանալով, որ չի կարող կանգ առնել։ Մտածեց այն բոլոր փոքր նվաստացումների մասին, որոնք կուլ էր տվել տարիների ընթացքում, այն բոլոր անգամների, երբ իրեն անտեսանելի տեղ էին դրել։ Եվ այժմ, նայելով ապագային, տարիներ ի վեր առաջին անգամ նա կարողանում էր տեսնել հնարավորություններ, ոչ թե միայն խոչընդոտներ։ Կարողանում էր պատկերացնել Անահիտին մեծանալիս այնպիսի հնարավորություններով, որոնք ինքը երբեք չի ունեցել։ Կարողանում էր պատկերացնել մի օր, երբ ստիպված չի լինի արթնանալ առավոտյան 4:30-ին կամ աշխատել մինչ հյուծվելը միայն գոյատելու համար։ Եթե դուք լինեիք Նունեի տեղում, կընդունեիք Ռուբենի այս ամբողջ օգնությունը, թե կվախենայիք ինչ-որ մեկից կախված լինելուց։ Ասեք մեզ մեկնաբանություններում։ Հաջորդած ամիսներն ավելի շատ փոփոխություններ բերեցին։ Ռուբենի սոցիալական նախագիծը սկսեց ձևավորվել։ Նա հյուրանոցի մոտ մի տարածք վարձեց, այն վերածեց փոքր համայնքային կենտրոնի։ Այնտեղ կար նվիրաբերված գրքերով գրադարան, երեխաների համար ժամանցի սենյակ, նույնիսկ փոքր խոհանոց, որտեղ դպրոցից հետո նախուտեստներ էին առաջարկվում։ Նախագիծը սկսեց սպասարկել միայն Անի Պլազա հյուրանոցի աշխատակիցների երեխաներին, բայց գաղափարն այն էր, որ ընդլայնվի ամբողջ համայնքի համար։ Անահիտն առաջին հաճախորդներից էր։ Ամեն օր դպրոցից հետո նա գնում էր կենտրոն, որտեղ մնում էր մինչ Նունեն ավարտեր աշխատանքը։ Այնտեղ նա հասանելիություն ուներ գրքերի, խաղերի, արվեստի գործունեության։ Եվ ամենալավը, ընկերներ ձեռք բերեց, իր նման իրավիճակում գտնվող երեխաներ, այլ աշխատող մայրերի զավակներ։ Նունեն իր հերթին հարմարվում էր նոր պաշտոնին։ Որպես համակարգող, նա բացահայտեց, որ ղեկավարելու տաղանդ ունի։ Անհրաժեշտության դեպքում խիստ էր, բայց միշտ արդար, նրա ենթակայության տակ գտնվող աշխատակիցները հարգում էին նրան ոչ թե վախից, այլ հիացմունքից։ Նա հիշում էր, թե ինչպես էր, երբ իրեն անհարգալից էին վերաբերվում, ջանում էր երբեք դա որևէ մեկի հետ չկրկնել։ Ռուբենն այս ամենը դիտում էր հեռվից, գոհ, բայց նա ավելի ու ավելի ներգրավված։ Նա սկսեց կանոնավոր այցելել համայնքային կենտրոն, զրուցել երեխաների հետ, ավելի շատ գրքեր նվիրաբերել, արվեստի պարագաներ տրամադրել։ Եվ անխուսափելիորեն սկսեց ավելի շատ շփվել Նունեի Անահիտի հետ։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը նրանցից ոչ մեկը չէր սպասում։ Ուրբաթ օր էր, Ռուբենն օգնում էր Անահիտին մի բարդ գլուխկոտրուկ հավաքել, երբ Նունեն եկավ դստերը տանելու։ Նա ուղիղ աշխատանքից էր գալիս, դեռ համազգեստով, մազերը հավաքված, դեմքը ցույց էր տալիս օրվա հոգնածությունը։ Բար, մայրիկ, բղավեց Անահիտը։ Տես, ես ու Ռուբեն քեռին գրեթե ավարտեցինք գլուխկոտրուկը։ Միայն 3 կտոր է մնացել։ Ռուբեն քեռի։ Բառերն արձագանքեցին Նունեի մտքում։ Երբ էր դուստրը սկսել նրան այդպես կոչել։ Եվ ավելի կարևոր, արդյոք դա տեղին էր։ Նա չգիտեր, թե ինչպես վարվել այդ աճող մտերմության հետ։ Ոչ թե չէր վստահում Ռուբենին, նա ապացուցել էր, որ իսկապես լավ մարդ է։ Բայց վախենում էր։ Վախենում էր, որ Անահիտը չափազանց կկապվի։ Վախենում էր, որ մի օր նա կհոգնի բարեգործություն անելուց կանհետանա իրենց կյանքից, դստերը թողնելով կոտրված սրտով։ Անի, պարոն Ռուբենին այդպես մի կոչիր, մեղմորեն նախատեց Նունեն։ Անհարգալից է։ Բայց մայրիկ, նա ասաց, որ կարող եմ, բողոքեց աղջիկը։ Ռուբենը ոտքի կանգնեց, նկատելով լարվածությունը։ Տիկին Նունե, ես իսկապես ասացի, որ նա կարող է ինձ քեռի կոչել։ Բայց եթե դուք նախընտրում եք, որ նա պարոն օգտագործի, ես լիովին հասկանում եմ։ Բանը դա չէ, սկսեց Նունեն, բայց բառերը կտրվեցին։ Նա չգիտեր, թե ինչպես արտահայտել իր վախերը, առանց անշնորհակալ եռալու։ Կարող ենք մի րոպե խոսել, առաջարկեց Ռուբենը, նայելով կամավորներից մեկին։ Լիլիթ, կարող ես Անին հետել, մինչ ես ու տիկին Նունեն դրսում խոսենք։ Իհարկե, պատասխանեց երիտասարդ ուսանողուհին, որն օգնում էր կենտրոնում։ Դրսում, օրվա վերջին անջագույն լույսի տակ, Նունեն վերջապես կարողացավ խոսել։
Պարոն Ռուբեն, ես չեմ ուզում անշնորհակալ եղալ։ Դուք փոխել եք մեր կյանքը մի ձով, որի համար ես երբեք չեմ կարողանա բավականաչափ շնորհակալություն հայտնել։ Բայց ես վախենում եմ։ Ինչի՞ց եք վախենում։ Վախենում եմ, որ դուստրս չափազանց կկապվի ձեզ հետ, հետո եթե մի օր դուք հոգնեք այս ամբողջ պատմությունից, նա կտառապի։ Նա արդեն գործ ունի հոր բացակայության հետ։ Չեմ ուզում, որ նա մեկ կորուստ ապրի։ Ռուբենը մի պահ լուռ մնաց, մարսելով այդ խոսքերը։ Երբ խոսեց, նրա ձայնը ցածր էր, բայց հաստատուն։ Տիկին Նունե, ես հասկանում եմ ձեր անհանգստությունը։ Եվ դուք լիակատար իրավունք ունեք պաշտպանելու ձեր դստերը։ Բայց ես ուզում եմ, որ մի բան իմանաք։ Ես չեմ անհետանալու։ Ես սա չեմ անում ժամանակավոր բարեգործության համար կամ որովհետև ինձ մեղավոր եմ զգում։ Ես սա անում եմ, որովհետև դուք երկուստ ինձ հիշեցրիք մի բան, որը ես մոռացել էի։ Ինձ հիշեցրիք, թե իրականում ինչն է կարևոր կյանքում։ Բայց մարդիկ փոխվում են, պարոն Ռուբեն։ Հանգամանքները փոխվում են։ Դա ճիշտ է։ Բայց իմ նվիրվածությունը ձեր բարեկեցությանը չի փոխվելու։ Եվ դա միայն ձեզ չի վերաբերում։ Դա վերաբերում է բոլոր աշխատակիցներին, բոլոր ընտանիքներին, որոնք ինձանից են կախված։ Դուք բացեցիք իմ աչքերը մի պատասխանատվության վրա, որը ես անտեսում էի։ Եվ հիմա, երբ տեսել եմ, այլս չեմ կարող չտեսնել։ Նունեն զգաց, թե ինչպես աչքերը խոնավացան։ Դուք դա հիմա եք ասում, բայց… Այդ դեպքում եկեք պայմանավորվենք, ընդհատեց Ռուբենը։ Ես դա ձեզ կապացուցեմ։ Ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Ես ներկա կլինեմ, ես հետողական կլինեմ։ Եվ եթե որե պահի դուք զգաք, որ ես ձախողվում եմ, ասեք ինձ։ Որովհետև վերջին բանը, որ ես ուզում եմ, ձեզ ավելի շատ տառապանք պատճառելն է։ Նունեն գլխով արեց, դեռ տատանվող, բայց մի փոքր ավելի հանգիստ։ Լավ։ Բայց խնդրում եմ, հասկացեք, որ ես պետք է պաշտպանեմ դստերս ամեն ինչից վեր։ Եվ դուք պետք է դա անեք։ Հենց դա է ձեզ հրաշալի մայր դարձնում։ Նրանք վերադարձան ներս, որտեղ Անահիտը վերջապես ավարտել էր գլուխկոտրուկը տոնում էր, կարծես մրցանակ շահած լիներ։ Մայրիկ, Ռուբեն Քերի, տես։ Ստացվեց։ Ռուբենն ու Նունեն հայացքներով փոխանակվեցին։ Նա այդ հոգնած աչքերում տեսավ հույսի զգուշավորության խառնուրդ։ Նա նրա աչքերում տեսավ մի անկեղծություն, որը դժվար էր կասկածի տակ դնել։ Եվ այսպես, վախերի խոստումների, անցյալի ապագայի միջ, այդ երեք կյանքերը շարունակում էին միահյուսվել այնպիսի ձերով, որոնք նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Ձմեռը երան եկավ իր ցուրտ մոխրագույն առավոտներով, բայց Նունեի Անահիտի համար այդ եղանակը մի ջերմություն էր բերում, որը կլիմայից չէր գալիս։ 6 ամիս էր անցել այն օրվանից, երբ աղջիկը հյուրանոց էր մտել սննդի տուփը ձեռքին փոխել իրենց կյանքի ընթացքը։ 6 ամիս, որոնց ընթացքում յուրաքանչյուր օր կարծես նոր ապացույց էր բերում, որ աշխարհում ամեն ինչ անարդար ու դաժան չէ։ Անահիտն անճանաչելի էր։ Ամաչկոտ ու վախեցած աղջկան փոխարինել էր ինքնավստահ, խոսուն, երազանքներով լի երեխա։ Նա այժմ խոսում էր մեծանալիս ուսուցչուհի դառնալու մասին, կամ գուցե գրող, որովհետև սիրում էր համայնքային կենտրոնի գրադարանի գրքերը։ Նրա նկարները, որոնք նախկինում արվում էին երկու մաշված գունավոր մատիտով, այժմ պայթում էին բոլոր հնարավոր գույներով, ծածկելով իրենց բնակության փոքրիկ սենյակի պատերը։ Նունեն նույնպես փոխվել էր։ Ոչ միայն արտաքնապես։ Թե այժմ կարող էր ավելի լավ հագուստ գնել, ավելի շատ հոգ տանել իր մասին։ Ամենախորը փոփոխությունը ներքին էր։ Նա ավելի շատ էր ժպտում, ավելի քիչ անհանգստանում, ավելի լավ քնում։ Եվ միայնակ մայր դառնալուց ի վեր առաջին անգամ թույլ էր տալիս իրեն հավատալ, որ գուցե կյանքում ավելին կա, քան պարզապես գոյատելը։ Ռուբենն իր հերթին փոխվում էր այնպես, որ ինքն էլ լիովին չէր հասկանում։ Մարդը, որը մի ժամանակ ապրում էր միայն աշխատանքի համար, այժմ ուրախություն էր գտնում պարզ բաների մեջ։ Անահիտի հետ գլուխկոտրուկներ խաղալ։ Լսել Նունեի պատմած ծիծաղելի պատմությունները թիմը համակարգելու դժվարությունների մասին։ Տեսնել, թե ինչպես են համայնքային կենտրոնի երեխաները սովորում խաղում։ Բայց ամեն ինչ ծաղիկներով պատված չէր։ Անցյալը յուրահատուկ ձունի վերադառնալու, երբ ամենաքիչն է սպասում։ Մի երեքշաբթի օր, Նունեի հանգստյան օրը, ռումբը պայթեց։
Նա համայնքային կենտրոնում էր, օգնում էր երեխաներից մեկի ծննդյան խնջույքը կազմակերպել, երբ հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր։ Նա քիչ մնաց չպատասխաներ, բայց ինչ-որ բան ստիպեց նրան սեղմել կանաչ կոճակը։ Ալո։ Նուն է։ Մյուս կողմի ձայնը տղամարդու էր, տատանվող, աղոտ ծանոթ։ Այո, ով է։ Դավիթն է։ Դավիթ Սարգսյանը։ Նունեի աշխարհը կանգ առավ։ Դավիթ։ Անահիտի հայրը։ Մարդը, որը նրան հղի էր թողել 22 տարեկանում անհետացել, նախքան փորը կսկսեր մեծանալ։ Մարդը, որին նա չէր տեսել ավելի քան 7 տարի։ Ինչ ես ուզում։ Նունեի ձայնն ավելի սառը հնչեց, քան սպասում էր։ Գիտեմ, որ զանգելու իրավունք չունեմ։ Գիտեմ, որ դու ինձ ատելու բոլոր պատճառներն ունես։ Բայց ես պետք է քեզ հետ խոսեմ։ Անձամբ, եթե հնարավոր է։ Նունեն զայրույթի հետաքրքրության խառնուրդ զգաց։ Մի մասը ուզում էր անջատել, արգելափակել համարը ձացնել, թե այդ զանգը երբեք չի եղել։ Բայց մյուս մասը, որը դեռ կրում էր 7 տարվա անպատասխան հարցեր, պետք է իմանար։ Ինչո՞վ։ Այսքան ժամանակ հետո, ինչու հիմա։ Որովհետև ես։ Նրա ձայնը կտրվեց։ Որովհետև ես վախկոտ էի։ Եվ որովհետև իմացա, որ դու Անահիտը հիմա լավ եք, ես ուզում էի տեսնել, թե արդյոք դեռ հնարավորություն կա։ Չի հնարավորություն, Դավիթ։ Իմ դստերը ճանաչելու։ Փորձելու ուղղել այն, ինչ ես քանդել եմ։ Նունեն անջատեց։ Ձեռքերը դողում էին, նա ստիպված եղավ նստել աթոռին, նախքան ոտքերը կթուլանային։ 7 տարի։ 7 տարվա լռություն, բացակայություն, միայնակ դիմակայած պայքարներ։ Եվ հիմա նա հայտնվում էր, ինչ ուզելով։ Ներողում։ Երկրորդ հնարավորություն։ Իր լքած դստերը ճանաչելու իրավունք։ Ամեն ինչ լավ է, Նունե, Լիլիթը կամավորը մոտեցավ անհանգստացած դեմքով։ Այո, ստեց Նունեն։ Ուղղակի անսպասելի զանգ ստացա։ Բայց Լիլիթը Նունեին բավականաչափ լավ էր ճանաչում, հասկանալու համար, որ ինչ-որ լուրջ բան է պատահել։ Եթե ուզում ես խոսել, ես այստեղ եմ։ Նունեն գլխով արեց, բայց ոչինչ չասաց։ Ինչպես կարող էր բացատրել իր զգացած հույզերի փոթորիկը։ Զայրույթ լքված լինելու համար։ Վախ, որ Դավիթը նորից կհայտնվի կշփոթեցնի Անահիտին։ Մեղքի զգացում մտածելու համար, թե արդյոք պետք է նրան հնարավորություն տա ճանաչելու դստերը։ Եվ մի հին ցավ, հենց այն ցավը, երբ նա գնաց, որը նա կարծում էր, թե հաղթահարել է, բայց որն այժմ վերադառնում էր ամբողջ ուժով։ Այդ գիշեր, երբ Անահիտին քնելու դրեց, աղջիկը հարցրեց. Մայրիկ, դու տխո՞ր ես։ Ոչ, աղջիկս։ Ուղղակի մի քիչ հոգնած եմ։ Բայց դու ուրիշ ես։ Աչքերդ տխուր են։ Նունեն ստիպեց իրեն ժպտալ։ Երբեմն մեծահասակները մտածում են ինչ-որ բաների մասին, ու դա մեզ տխուր դեմք է տալիս, նույնիսկ եթե տխուր չենք։ Բայց խոստանում եմ, որ լավ եմ։ Անահիտի քնելուց հետո Նունեն արեց մի բան, որը վաղուց չէր արել, լաց եղավ։ Լաց եղավ 22 տարեկան աղջկա համար, որին հղի էին լքել։ Լաց եղավ այն բոլոր գիշերների համար, երբ միայնակ գրկել էր նորածին Անահիտին, առանց որևէ մեկի օգնության։ Լաց եղավ այն ծննդյան օրերի համար, երբ դուստրը հարցնում էր հոր մասին, նա ստիպված էր լինում արդարացումներ հորինել։ Եվ լաց եղավ, որովհետև խորքում մի մասը երբեք չէր դադարել սիրել այն մարդուն, որն իրեն այդքան ցավ էր պատճառել։ Հաջորդ օրը, երբ գնաց աշխատանքի, Նունեն ուրիշ էր։ Ռուբենը, որն այժմ գրեթե ամեն օր այցելում էր հյուրանոց, անմիջապես նկատեց. Տիկին Նունե, ինչ-որ բան է պատահել։ Նա տատանվեց։ Ին օրվանից, երբ սկսել էին մտերմանալ, Ռուբենը միշտ լավ ունկնդիր էր եղել։ Բայց սա այնքան անձնական էր, այնքան ցավոտ։ Ինչպես կիսվել։ Անահիտի հայրը երեկ զանգեց, հանկարծ ասաց նա։ 7 տարի հետո նա զանգեց։ Ռուբենը լուռ մնաց, Մարսելով։ Իսկ ինչ էր ուզում։ Դստերը ճանաչել։ Փորձել ուղղել ամեն ինչ, չգիտեմ։ Նա դառը ծիծաղեց։ Կարծես թե հնարավոր լինի 7 տարվա բացակայությունն ուղղել մեկ զանգով։ Իսկ դուք ինչ եք ուզում անել։
Նունեն նայեց նրան, աչքերը կարմրած։ Ես չգիտեմ։ Մի մաս ուզում է նրան դժոխք ուղարկել։ Բայց մյուս մաս մտածում է, իսկ եթե Անահիտը մի օր ուզենա ճանաչել հորը։ Իսկ եթե նա ինձ մեղադրի նրան այդ հնարավորությունը չտալու համար։ Իսկ եթե նա իսկապես փոխվել է։ Փոխվել է։ Բառն արձագանքեց նրանց միջ։ Ռուբենը մոտեցավ, առաջին անգամ ձեռքը դրեց Նունեի ուսին անկեղծ մխիթարության ժեստով։ Կարոր չէ, թե նա ինչ է ուզում, տիկին Նունե։ Կարոր է, թե ինչն է լավագույնը Անահիտի համար։ Եվ դա որոշում եք դուք, որը ներկա եք եղել ամեն օր։ Ոչ թե նա, որն անհետացել է 7 տարով։ Դա։ Իսկ ինչպես ես դա որոշեմ։ Ինչպես իմանամ, թե որն է լավագույնը։ Դուք հաստատ չեք իմանա։ Ոչ ոք չգիտի։ Բայց դուք կարող եք նախ նրա հետ խոսել։ Միայնակ, առանց Անահիտի։ Լսել, թե նա ինչ ունի ասելու։ Եվ հետո որոշել, թե արժե արդյոք ռիսկի դիմել ձեր դստեր բարեկեցությունը։ Ռուբենի խոսքերի իմաստնությունը զարմացրեց Նունեին։ Նա ճիշտ էր։ Նա պետք է տեսներ Դավիթին, լսեր, թե նա ինչ ունի ասելու, գնահատեր, թե արդյոք այդ մարդն իսկապես փոխվել է, թե դա ուղղակի ուշացած մեղքի զգացում է։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել Չեզոք սրճարանում, հյուրանոցից հեռու, Նունեի բնակության թաղամասից հեռու։ Դավիթը ժամից 10 րոպե շուտ եկավ, նյարդայնացած, ձեռքերը խառնում էին արդեն սառած սուրճի բաժակը։ Երբ Նունեն ներս մտավ, նա այնքան արագ ոտքի կանգնեց, որ քիչ մնաց աթոռը գցեր։ Բար, Նունե։ Բար։ Նրանք նստեցին երկար վայրկյաններ լուռ մնացին։ Նունեն դիտում էր նրան, փնտրելով այն մարդու նշանները, որին սիրել էր տարիներ առաջ։ Դավիթը 22 տարեկան էր, երբ լքել էր նրան, այժմ գրեթե 30 էր։ Դեմքն ավելի հասուն էր, աչքերի շուր։ Չկնճիռներ կային, որոնք առաջ չկային։ Նա ավելի նիհար էր, ավելի հոգնած։ Թվում էր մեկը, ով շատ բեռ է կրում ուսերին։ Չգիտեմ որտեղից սկսել, վերջապես խոստովանեց նա։ Ինչ կասես, եթե սկսես բացատրելով, թե ինչու փախար։ Դավիթը խորը շունչ քաշեց։ Ես 22 տարեկան էի, Նունե։ Աշխատում էի սուպերմարկետում, նվազագույն աշխատավարձ էի ստանում։ Երբ ասացիր, որ հղի ես խուճապի մատնվեցի։ Չգիտեի, թե ինչպես եմ երեխա պահելու։ Չգիտեի, թե ինչպես եմ հայր լինելու։ Ես վախեցա, վախկոտություն արեցի։ Պարզապես այսպես։ Պարզապես այսպես, կրկնեց Նունեն, զայրույթը ներկելով նրա խոսքերը։ Կարծում ես, ինձ համար պարզ էր։ Պարզ էր միայնակ երեխա մեծացնելը, առանց օգնության, առանց փողի, առանց որե մեկի։ Գիտեմ, որ չէր։ Եվ գիտեմ, որ ոչ մի ներողություն չի ջնջի այն, ինչ ես արել եմ։ Բայց ես փոխվել եմ, Նունե։ Վերջին տարիներին ես մեծացել եմ։ Ավելի լավ աշխատանք եմ գտել, կայունացել եմ։ Եվ ամենակարևորը, ես երբեք չեմ դադարել մտածել քո մեր դստեր մասին։ Մեր դստեր, հեգնանքով ասաց Նունեն։ Նա մերը չէ, Դավիթ։ Նա իմն է։ Ես եմ գիշերվա կեսին արթնացել նրա լացից։ Ես եմ նրան բժշկի տարել, երբ ջերմում էր։ Ես եմ աշխատել մինչ հյուծվելը, որպեսզի նա սեղանին ուտելիք ունենա։ Դու իրավունք չունես նրան քոնը կոչելու։ Դու ճիշտ ես։ Խոսքերը ցածր հնչեցին, զղջումով լի։ Ես ոչ մի բանի իրավունք չունեմ։ Բայց ես խնդրում եմ, ոչ թե պահանջում։ Ես խնդրում եմ մի հնարավորություն, փորձելու նրա կյանքի մի մասը լինել։ Նույնիսկ եթե հեռվից, նույնիսկ եթե քիչ-քիչ։ Իսկ ինչու պետք է քեզ վստահեմ։ Դու մի անգամ անհետացար։ Ինչն է ինձ երաշխավորում, որ նորից չես անհետանա։ Ոչինչ։ Ես չեմ կարող երաշխավորել։ Կարող եմ միայն խոստանալ, որ կփորձեմ։ Եվ եթե ձախողվեմ, եթե ապացուցեմ, որ չեմ փոխվել, դու կարող ես ինձ ընդմիշտ կտրել նրա կյանքից։ Նունեն լուռ մնաց։ Նայեց սրճարանի պատուհանից, տեսնելով մարդկանց, որոնք շտապ անցնում էին փողոցով։ Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ուներ, իր պայքարները։ Եվ Դավիթը, որքան էլ նրան ցավեցրել էր, նույնպես մարդ էր։ Նույնպես սխալական էր։ Նույնպես արժանի էր երկրորդ հնարավորության։ Ես պետք է մտածե։ Վերջապես ասաց նա։ Պետք է մի քանի մարդու հետ խոսեմ։
Եվ ամենակարևորը պետք է մտածեմ, թե ինչն է լավագույնը Անահիտի համար, ոչ թե ինչն է ավելի հեշտ կամ դժվար ինձ կամ քեզ համար։ Հասկանում եմ։ Եվ նույն է, նախքան գնալդ, նա տատանվեց։ Ես ուղղակի ուզում էի, որ դու իմանայիր, որ ես շատ եմ ցավում։ Իսկապես։ Ես քանդեցի իմ հնարավորությունը քեզ Անահիտի հետ ընտանիք կազմելու։ Եվ դա մի բան է, որը ես կկրեմ իմ ողջ կյանքում։ Երբ Նունեն դուրս եկավ սրճարանից, իրեն զգում էր հուզականորեն հյուծված։ Զանգահարեց Ռուբենին, որն անմիջապես առաջարկեց հանդիպել նրան։ Նրանք նստեցին այգու նստարանին, Նունեն ամեն ինչ պատմեց։ Նա կարծես զղջում է, եզրակացրեց նա։ Բայց չգիտեմ, թե արդյոք դա բավարար է։ Զղջումը սկիզբ է, ասաց Ռուբենը։ Բայց դա ամենը չէ։ Հարցն այն է, արդյոք նա պատրաստ է այդ զղջումն ապացուցել գործերով։ Որովհետև ցանկացած մեկը կարող է ասել, որ փոխվել է։ Ապացուցելն է դժվարը։ Իսկ եթե ես որոշեմ նրան հնարավորություն տալ, նա վնասի Անահիտին։ Այդ դեպքում դու այնտեղ կլինես նրան պաշտպանելու։ Ցույց տալու, որ նա միշտ կունենա քեզ։ Բայց նույն է, լսիր, դու չես կարող ապրել վախով, թե ինչ կարող է պատահել։ Կարող ես միայն կայացնել լավագույն հնարավոր որոշումը այն տեղեկություններով, որոնք հիմա ունես։ Նունեն նայեց Ռուբենին, հանկարծ մի բան հասկացավ, որը ձևավորվում էր ամիսներ շարունակ, բայց որը նա չէր համարձակվել անվանել։ Նա իրեն ապահով էր զգում նրա հետ։ Ոչ միայն ֆինանսապես ապահով, այլ հուզականորեն։ Ռուբենը ապահով նավահանգիստ էր Փոթորկոտ ծովում։ Եվ դա, այն զգացողությունը, որ միայնակ չէ, այնքան նոր, այնքան վախեցնող էր, որքան ցանկացած այլ բան։ Ռուբեն, կարող եմ քեզ մի բան հարցնել։ Իհարկե։ Ինչու ես այս ամենն անում ինձ համար։ Մեզ համար։ Նա ուշ պատասխանեց, կարծես զգուշորեն ընտրում էր բառերը։ Որովհետև երբ ես տեսա քեզ Անահիտին այն օրը, ես տեսա ինձ մորս։ Տեսա այն բոլոր պայքարները, որոնք նա դիմակայել է։ Եվ հասկացա, որ նույնիսկ աշխարհի ամբողջ փողն ունենալով, ես ապրում էի դատարկ կյանքով։ Դուք ինձ հիշեցրիք, թե իրականում ինչն է կարևոր։ Իսկ ինչն է իրականում կարևոր։ Մարդիկ։ Կապերը։ Սերը, որը մենք կառուցում ենք։ Նա դադար տվեց, հետո ցածր ավելացրեց։ Եվ գուցե ես էլ կապվեցի ձեզ հետ մի ձով, որը չէի սպասում։ Նունեի սիրտը արագացավ։ Նրա խոսքերի մեջ, այն ձի մեջ, թե ինչպես էր նայում իրեն, ինչ-որ բան կար, որն ավելին էր հուշում, քան պարզապես ընկերությունը կամ բարեգործությունը։ Բայց նա չէր կարող, չպետք է մտածեր դրա մասին հիմա։ Չափազանց շատ հարցեր ուներ նախ լուծելու։ Հաջորդ օրերին Նունեն իր որոշումը կայացրեց։ Թույլ կտար, որ Դավիթը ճանաչի Անահիտին, բայց իր պայմաններով։ Սկզբում դրանք կլինեին կարճ հանդիպումներ, իր հսկողության ներքո։ Այգում, համայնքային կենտրոնում, միշտ անվտանգ միջավայրում։ Եվ Անահիտը լիակատար ազատություն կունենար որոշելու, թե ուզում է հարաբերություններ կառուցել հոր հետ, թե ոչ։ Երբ պատմեց դստերը, աղջկա արձագանքը զարմանալի էր։ Հայրս ուզում է ինձ ճանաչել, հարցրեց Անահիտը, աչքերը լայն բացված։ Այո, աղջիկս։ Բայց եթե դու չուզենաս, ամեն ինչ կարգին է։ Դու պարտավոր չես նրան տեսնել, եթե հարմարավետ չես զգում։ Անահիտը մի պահ մտածեց, հետո ասաց. Ես, ուզում եմ նրան ճանաչել։ Բայց նա տատանվեց, նա նորից կգնա։ Նունեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Չգիտեմ, աղջիկս։ Չեմ կարող խոստանալ, որ չի գնա։ Բայց կարող եմ խոստանալ, որ ինչ էլ պատահի, դու կունենաս ինձ։ Միշտ։ Իսկ Ռուբեն քեռուն էլ կունենամ։ Կունենաս, աղջիկս։ Ռուբեն քեռուն էլ կունենաս։ Առաջին հանդիպումը լարված էր։ Դավիթը նվերով եկավ, փափուկ արջուկ, Անահիտն ամաչկոտ ընդունեց այն։ Նրանք քիչ խոսեցին, աղջիկը թաքնված մոր հետում, հայրը փորձում էր հուսահատ չերալ։ Բայց այնտեղ ինչ-որ բանի սկիզբ կար, փխրուն, ինչպես ապակու թել, բայց իրական։ Շաբաթների ընթացքում հանդիպումներն ավելի քիչ անհարմար դարձան։ Դավիթը հետողական եղավ, միշտ հայտնվում էր պայմանավորված ժամերին, փոքր նվերներ էր բերում, հարցեր էր տալիս դպրոցի, ընկերների, Անահիտի երազանքների մասին։ Աղջիկը սկսեց բացվել, դեռ զգուշավոր, բայց հետաքրքրված այն մարդով, որն ասում էր, թե իր հայրն է։
Նունեն ամեն ինչ մոտիկից դիտում էր, պատրաստ միջամտելու խնդրի ամենափոքր նշանի դեպքում։ Բայց ի զարմանս իրեն, Դավիթը կարծես իսկապես փոխված լինե։ Նա չափազանցված խոստումներ չէր տալիս, չէր փորձում գնել դստեր սերը։ Պարզապես ներկա էր, հետողական, փորձում էր քիչ-քիչ կամուրջ կառուցել 7 տարվա անդունդի վրայով։ Ռուբենը նույնպես դիտում էր, բայց հարգալից հեռավորությունից։ Նա հասկանում էր, որ դա նուրբ իրավիճակ է, մի ընտանիք, որը փորձում է վերականգնվել, նա միջամտելու իրավունք չուներ։ Բայց չէր կարող շղթել, որ ինչ-որ բան էր զգում, տեսնելով Դավիթին Անահիտի հետ։ Դա հենց խանդ չէր, բայց գուցե վախ էր կորցնելու այն տեղը, որը նվաճել էր աղջկա սրտում։ Մի գիշեր, Դավիթի վերադարձից 3 ամիս անց, ամեն ինչ վերջապես լուծվեց։ Ռուբենը Նունեին ընթրիքի հրավիրեց, միայն երկուսին, մի բան, որը նրանք երբեք չէին արել։ Համեստ ռեստորանում, մոմերով մեղմ երաժշտության ներքո, նրանք խոսեցին ամեն ինչից ոչնչից։ Ինչպե՞ս ես հաղթահարում Դավիթի հետ կապված այս ամբողջ իրավիճակը, հարցրեց Ռուբենը։ Ավելի լավ, քան պատկերացնում էի։ Նա հետողական է։ Իսկ Անահիտը, նա սկսում է նրան սիրել։ Ոչ այնպես, ինչպես ինձ, իհարկե, բայց կապ է ձևավորվում։ Իսկ դու ինչպես ես քեզ զգ։ Ում դրա հետ կապված։ Թեթացած, իրականում։ Նշանակում է, որ նույնիսկ եթե մի օր ես այլս այստեղ չլինեմ, Անահիտը մեկին կունենա։ Կունենա հորը, Նունեն դադար տվեց, թեթակի կարմրելով, քեզ էլ, հուսով եմ։ Ռուբենը ձեռքը մեկնեց սեղանի վրայով բռնեց Նունեի ձեռքը։ Նունե, ես պետք է քեզ մի բան ասեմ, որը զգում եմ ամիսներ շարունակ, բայց չգիտեի, թե արդյոք տեղին է ասել։ Նունեի սիրտը ավելի արագ բաբախեց։ Ինչ։ Դու Անահիտը ոչ միայն մարդիկ եք, որոնց ես օգնում եմ։ Դուք դարձել եք ինձ համար անհրաժեշտ։ Եվ ես սիրահարվել եմ քեզ։ Քո ուժին, քո նվիրվածությանը, այն անհավանական մարդուն, որը դու ես։ Նունեն զգաց, թե ինչպես աչքերը լցվեցին արցունքներով։ Ես էլ ինչ-որ բան եմ զգում քո հանդեպ, Ռուբեն։ Բայց ես վախենում էի։ Վախենում էի, որ ամեն ինչ շատ արագ է, շատ ինտենսիվ։ Վախենում էի փչացնել այն, ինչ մենք կառուցել ենք։ Մենք պարտավոր չենք շտապել, ասաց Ռուբենը։ Կարող ենք դանդաղ գնալ, ճիշտ ժամանակին։ Բայց ես ուզում էի, որ դու իմանայիր, որ իմ զգացմունքներն իրական են։ Եվ որ ուզում եմ լինել քո Անահիտի կյանքում, ոչ թե որպես օգնող մարդ, այլ որպես մեկը, ով սիրում է ձեզ։ Նունեն սեղմեց նրա ձեռքը, արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Այնքան տարիներ ես միայնակ եմ պայքարել, մտածելով, որ երբեք իմ կողքին մեկը չի լինի։ Իսկ հիմա ես ունեմ քեզ։ Եվ Անահիտն ունի ոչ միայն հորը, որը փորձում է քավել իր մեղքը, այլ քեզ, որը դարձար հայրական կերպար, նույնիսկ առանց դրա կարիքը լինելու։ Նրանք այդ ընթրիքից դուրս եկան ավելի տարբեր, քան մտել էին։ Դեռ պիտակներ չկային, պաշտոնական պարտավորություններ չկային։ Բայց կար մի լուր խոստում, մի հասկացողություն, որ նրանք միասին ինչ-որ բան էին կառուցում, ինչ-որ ուժեղ իրական բան։ 6 ամիս անց, մի արոտ գարնանային առավոտ, Ռուբենը անակնկալ կազմակերպեց։ Հրավիրեց Նունեին, Անահիտին, Դավիթին Անի Պլազա հյուրանոցի բոլոր աշխատակիցներին հատուկ արարողության։ Համայնքային կենտրոնում, որը նա օգնել էր կառուցել, նա մի հայտարարություն արեց, որը բոլորին հուզեց։ 1 տարի առաջ, ասաց նա, 6 տարեկան մի աղջիկ մտավ հյուրանոց, որտեղ ես աշխատում եմ։ Մոր համար սննդի տուփ տանելով։ Այդ պարզ ժեստը փոխեց իմ կյանքը։ Ինձ սովորեցրեց, որ փողն ու հաջողությունը ոչինչ չեն նշանակում, եթե մենք մեր ռեսուրսները չենք օգտագործում մարդկանց կյանքում փոփոխություն մտցնելու համար։ Այսպիսով, այսօր ես ուզում եմ հայտարարել, որ ստեղծում եմ մշտական հիմնադրամ, աջակցելու միայնակ մայրերին նրանց ընտանիքներին։ Եվ ուզում եմ հրավիրել Նունեին լինելու այս հիմնադրամի տնօրենը։ Նունեն խոսքեր չուներ։ Ես չգիտեմ ինչ ասել։ Ասա այո, շնջաց Անահիտը նրա կողքին, աչքերը փայլելով։ Այո, ասաց Նունեն, միաժամանակ ծիծաղելով, լաց լինելով։ Այո, ես ընդունում եմ։ Ծափահարություններն արձագանքեցին տարածքում, Անահիտը վազեց գրկելու մորը։ Դավիթը, ներկա արարողությանը, հեռվից դիտում էր տխուր, բայց անկեղծ ժպիտով։ Նա գիտեր, որ երբեք լիովին չի վերականգնի կորցրած տարիները, բայց երախտապարտ էր, որ ինչ-որ կերպ դստեր կյանքի մի մասը լինելու հնարավորություն ուներ։
Իսկ Ռուբենը, նայելով այդ տեսարանին, բոլոր այն մարդկանց, որոնց կյանքերին դիպել էր հատակին ընկած մի պարզ սննդի տուփ, ի բան զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել, խաղաղություն։ Խաղաղություն, իմանալով, որ իր կյանքն օգտագործում է իրենից ավելի մեծ բանի համար։ Խաղաղություն, սիրելու սիրված լինելու համար։ Խաղաղություն, հասկանալու համար, որ երբեմն ամենամեծ փոփոխությունները սկսվում են ամենափոքր ժեստերից։ Այդ գիշեր, երբ բոլորը գնացին, Ռուբենը, Նունեն, Անահիտը նստած մնացին համայնքային կենտրոնի աստիճաններին, նայելով աստղերին, որոնք սկսում էին հայտնվել երանյան երկնքում։ Ռուբեն քեռի, ասաց Անահիտը, կոտրելով լռությունը։ Դու մեզ հետ ընդմիշտ կմնաս։ Ռուբենը նայեց Նունեին, որը ժպիտով գլխով արեց։ Հետո նայեց աղջկան, ասաց. Եթե դուք ինձ ուզենաք, այո։ Ընդմիշտ կմնամ։ Իսկ մենք ուզում ենք, ասաց Անահիտը, հարմարավետ տեղավորվելով նրանց երկուսի մեջ։ Մենք շատ ենք ուզում։ Եվ այսպես, Երանի աստղազարդ երկնքի տակ, երեք մարդ, որոնց ճակատագիրը անհավանական կերպով միացրել էր, դարձան ընտանիք։ Ոչ թե արյունով, ոչ թե պարտավորությամբ, այլ ընտրությամբ։ Սիրով։ Որովհետև սովորել էին, որ կյանքի ամենամեծ հարստությունները չհաշվում փողով, այլ կիսված պահերով, անկեղծ գրկախառնություններով, սրբված արցունքներով, նվաճված ժպիտներով։ Որովհետև երբեմն աշխարհը փոխելու համար մեզ անհրաժեշտ է ընդամենը մի սիրտ, որը բավականաչափ խիզախ է մորը ուտելիք տանելու, մի հայացք, որը բավականաչափ զգայուն է անարդարությունը տեսնելու, պատրաստակամություն հավատալու, որ բոլորն արժանի են երկրորդ հնարավորության մի վայրի, որը կարող են տուն կոչել։ Հարգելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի, Նունեի, Ռուբենի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս վերափոխման, հաղթահարման սիրո ճանապարհորդությամբ, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Փոքրիկ Անահիտի քաջությունը, Նունեի ուժը, թե Ռուբենի վերափոխումը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, մեզ հիշեցնում, որ միշտ հույս կա, նույնիսկ ամենադժվար պահերին։ Շնորհակալություն մեզ հետ մինչ այստեղ լինելու համար։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում մի նոր պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը։